այդ իրանց ճտերը, իրանց երեխեքը թե որ համասարան են գնում, ասենք, իրենք գնում են Wharton, UPenn, հա, Yale, Harvard, top 1 համասարանը, top 10 համասարանից տարբերվում է նրանով, թե իր ուսանողությունը ինչ level-ի վրա է, ինչքան ուժեղ է, ինչքան վերջն են իրանք են իրանց գլխի տերը, բայց իրանք եկել են 10,000 հոգով հավաքվել են ինչ-որ տեղ, իրանք չեն եկել, որ ակադեմիայով զբաղվեն, իրանք եկել են, որ կյանք ապրեն։ Այստեղ ստարտափ է։ Կարաս բալիում մնաս ու աշխարհը զգալի ճանապարհորդում է քո մոտ գնում է։ Լեժարը ոդկասթը կրթության մասին։ Ողջույն բոլորին, այսօրվա մեր հյուրը Արմենն է ու ինքը այստեղ է, որովհետև սովորել է աշխարհի top 10 համալսարաններից մեկում, հետո աշխատել է Wall Street-ում, այն կինոներից մեզ բոլորիս հայտնի Wall Street-ում, դրանից հետո ճանապարհորդել է, ապրել է Բալիում ու այսօր եկել է այստեղ, որ կիսվի իր այդ ամբողջ փորձով։ Դե պատմի, ոնց գնացիր ձեր համալսարանը Պենսիլվանիա, ճիշտ եմ ասում։ Պենսիլվանիա, հա, կարծես ասում են UPenn, հա։ Եվ 2012 թիվներ, երբ որ ես ավարտում էի ֆիզմատդպրոցը ու 18 տարեկան էի այն ժամանակ ու Ամերիկայի համալսարանները սենց է, որ դու դեկտեմբերին դիմում ես իրանց, մյուս սեպտեմբերին սկսելու համար, հա։ Այսինքն ես դեռ դպրոցում էի, դեռ մի քիչ մեկ պետք է գնայի, բայց ես արդեն դիմել էի համալսարաններին, ինչ-որ 10 համալսարան էի դիմել, հա, ու տենց մեկ էլ մարտի 15-ին մարտ կամ ապրիլ 15-ին իրանք ասում են պատասխանները, թե ընդունվել թե չես ընդունվել։ Ու շատ լավ եմ հիշում այդ օրը, սենց առավոտը իրանք ոնց որ մեր ժամանակով գիշերը իրանք ասում են ու առավոտը ես սենց շուտ վեր եմ կացել, որ բացեմ սենց իմ մեյլս, նայեմ ինչ է եկել, ինչ չի եկել ու միանգամից մի 5-6 համալսարանի պատասխան եկել այդ օրը ու սենց բացում եմ առաջինը rejected չեն ընդունել, ինչ-որ Harvard, հա, ասենք չեն ընդունել, հետո բացում եմ ոնց որ երկրորդը չեն ընդունել, բացում եմ MIT-ից waitlist են արել ինձ, որ նշանակում է, որ իրանք սենց, ասենք, ընդհանրենք ինչ-որ 1000 հոգու ընդունում են, որից հետո կարող է 100 հոգու ասեն ձեզ դուք են հաջորդ 100 հոգին եք, որ ձեզ էլ չենք կարող ընդունենք, բայց եթե այդ 1000-ից ինչ-որ մեկը չեկավ, այդ դեպքում ձեզ այդտեղ կհասնի։ Ու տենց waitlist-ա կոչվում։ Հա։ Ու okay, sense waitlist բան ու վերջի համալսարանը մտնում UPenn-ը ու sense շատ լավ եմ այդ բանը հիշում, որ sense բացել եմ ուտեղ մեծ գրած accepted, բայց ես չեմ տենում, ինչ-որ տողել եմ կարդում ու sense համ կարդում եմ չեմ հավատում, բայց զգում եմ, որ ոնց որ է, տաղում եք sense գրվում է, որ եղել է, հա։ Ու ինչ-որ Հարց է եզում տայ, իսկ ինչ զգացողություններ մինչև են պահը, ասիր վերջինն է, չէ, եղել այս բացատրում եմ, ինչ զգացողություններ մոտդ մինչև են պահը, որ իմացար, որ գոնե մեկը ընդունվել ես։ Հա, ասենց ոնց որ սենց մեջն ես լրիվ այդ process-ի ու չես է հասցնում այդ մտքերը գա։ Ոնց որ սենց մի րոպեվա մեջ այդ ամեն ինչը լնում է ու նույնիսկ չես հասցնում մտածել, սենց զգացողությունները, ինքը thrill-ն է ճիշտ բառը անգլերեն ասված, որ ինչ ոնց կլինի օրինակ հայերեն thriller կինոին ինչ են ասում, հա, որ սենց ուժեղ զգացողություն է ինքը, բայց հարմար բառ չեմ գտնում երևի նկարագրեմ, հա, ինչն էր հետաքրքիր, որ քանի ես շատ համալսարան էի դիմել ու լիքը պարապելու բան կար, քննություններ, էսեյներ, որ կարանք էլի անդրադառնանք դրանց, բայց ես նույնիսկ այնքան ժամանակ չունեի, որ իմ դիմաց համալսարանները մի հատ նախորդ մտածած սաղ տեսած լինեի, թե որ շտատում է Ամերիկայում, որ նահանգում է։ Այսինքն ես ընդունվել եմ համալսարան, ես հələ չգիտեի ինքը որտեղ է քարտեզի վրա։ Ու ընդունվելուց հետո ասել եմ, մի հատ հələ արի տնանք որտեղներն է, վերևներն է, ներքևներն է, բան։ Ու պարզվեց, որ ինքը Ֆիլադելֆիա քաղաքում է, որը 5-րդ ամենամեծ քաղաքն է Ամերիկայի, Նյու Յորքից մի ժամ ավտոյով որ գնում ես ներքև, հասնում ես այդտեղ բան, այսինքն հյուսիսարևելյան մասն է Ամերիկայի, ու դա է հետաքրքիր թեմա, որովհետև շատերը Ամերիկային վերաբերվում են որպես ինչ-որ մի հատ երկիր, բայց Ամերիկայի ամեն state-ը, ամեն նահանգը ոնց որ մի հատ առանձին երկիր լինի։ Ինքը sense եվրոպական միության նման է։ 50 հատ շատ տարբեր մշակույթով, շատ տարբեր մարդկանցով երկրներ նահանգներ են իրար կապած, ու թե բնությունը, թե կյանքը, թե մարդիկ շատ տարբեր են այդ նահանգներում, հա։ Ու տենց
Այսինքն որոշվեց, որ ուտեղ եմ գնում, քանի որ ֆինանսական օգնություններ էին իրենք տալիս, նաև այն ժամանակ Լուիս հիմնադրամ կար, ես Լուիս հիմնադրամին պետք է դիմեի, իրենք մոտավորապես կեսը Լուիս հիմնադրամներ տալի, մյուս կեսը Փենսիլվանիայի համալսարաններ տալի ֆինանսական օգնություն, ու ոնց որ ամեն ինչ փակում էին, իմ ընտանիքի վրա համարյա բան չէր մնում, ու հիշում եմ sense կինոյի նման էր էլի, որ մեկ էլ ես 10 տարեկան եմ, ֆիզման դպրոց եմ գնացել մինչև այդ, որ հենց հատուկ դպրոց է, իր յուրօրինակ մարդկանցով բան, ու շատ վիզ եմ դրել, որ ջանք եմ դրել, որ հասնեմ այդ տեղ, ու մեկ էլ всё եղել է, պետք է գնանք մեծ կյանք, ու այդ իրականությունն է։ Լավ, իսկ որ հասար այնտեղ։ Որ հասար այնտեղ, մեկը գիտես որն եմ հիշում, երբ որ պետքա թռնեի այդ օրը, որ ընտանիքով գնացել էինք օդանավակայան, որոնցից պետք է ինքնաթռնստեմ ու թռնեմ, ու այն պահը, երբ որ ես sense քայլում եմ, որ արդեն ընտանիքը չի երևալու, ու sense 1-2 sense զգում եմ, որ մի քայլ է դնեմ, всё էլ չեմ տենալու, ու այդ պահը վերջն էր, որ մի քանի քայլ է դրեցի, ու sense չեղք փոխվեց մոտս, ու sense մի հատ միտք էր, որ ես հիմա մտել եմ մեծ կյանք, ու մենակ եմ, ու քայլում եմ նստեմ ինքնաթիռ թռնեմ Ամերիկա, ու մի կես տարի մի տարի չեմ տենալու, չեմ տեսնելու մենոնց։ Աչքերս լցվեցիր։ Ոնց որ ես գնային այնց պատմեցիր։ Ու շատ հետաքրքիր է ինչն էլ է, որ ես գաղափար չունեի, թե ես որտեղ եմ գնում, որտեղ ես ուղղակի չէի կարող իմանալ։ Ես 10 տարեկան հայ երեխա եմ, որ ստեղ եմ մեծացել, ու մենք Ամերիկայի մասին ոնց ենք իմանում։ Ասենք կինոներից, ֆիլմերից, մարդկանց պատմածներից, որը որ շատ ուրիշ է, քան թե իրականությունը։ Այնքանով, ինչքանով որ գովազդն է ուրիշ, քան թե իրական պրոդուկտը, հա, որ ինչ որ շամպունի գովազդ են անում, ու իրական շամպունը շատ տարբեր են, չէ, իրարից։ Ожидание реальность։ Ինչն էր ինձ օգնել ընդունվել նաև, այն որ ես միջազգային օլիմպիադաների մասնակից էի ու մեդալակիր էի 2 առարկաներից, որը որ նաև շատ մեծ առումով ֆիզմաթի շնորհքներ, իմ ուսուցչի Ինգեր Մարկյանի շնորհքներ, մաթեմատիկայի նաև գեներ, վիզդներ, էլի տենց հարցեր, հա, բայց ու որ գնացի, այդ ամինչը ինձ շատ օգնեց սկզբում, որովհետև ես մաթեմատիկայից, ֆիզիկայից ու ինֆորմատիկայից այնքան ուժեղ հիմք ունեի ստեղ դրված, որ ես դրանով առանց ջանք դնել առաջի 2 տարին եղել եմ այդ top համալսարանի մաթեմատիկայի ոնց որ բաժնի աստղը, այսպես ասած, բայց ես շուտ հասկացա, որ այդ այնողությունը չի ինչ որ ինձ մինչև վերջ հետաքրքիր է, ոնց որ ինձ դա հետաքրքիր էր, որտեղ շատ խորն էր ու մտածողությունը, լոգիկան այդ ամեն ինչի մեջ, բայց okay, մի քանի տարի խորը դպրոցում ուսումնասիրելուց հետո մի հատ էլ գնալ համալսարան ու մի քանի տարի էլ այնտեղ, հետո էլ շարունակել էլի ակադեմիա ու ոնց որ անդադ այդ абստրակտ խնդիրները լուծել, ինչ որ մի պահի իմ օրգանիզմը բավականին շուտ հասկացրեց ինձ, որ ես ավելի պրակտիկ բաներով եմ հետաքրքրված, ավելի շատ ես հետաքրքրված եմ հենց կյանքով եւ կյանքի ավելի արտիական ասպեկտներով, քան թե ակադեմիական գիտությունն է։ Ու քիչ ավելի լայն կբացատրես ինչ է նշանակում հետաքրքրված լինել կյանքով։ Օրինակ Ամերիկայի համալսարանները նախ student life-ը կոչվում, որ նշանակում է ուսանողական կյանք էլի։ Մի քիչ համալսարանի մասին պատմեմ, ոնց է դրվածքը, որ այդ կյանք ասածը նաև կարող եմ ասեմ ինչ է նշանակում։ Այստեղ օրինակ ոնց է համալսարանը մի քանի շենք է, հա։ Այնտեղ ինքը մի հատ այնքան մեծ տարածք է, որ մի տեղից մյուս տեղը ոտքով 20-25 րոպե քայլում ես, որ հասնես մի ձերից մյուս ձերը։ Ինքը կարող մի 150 շենք լինի իրար հետ։ Այդտեղ նաև պատկերացնում ենք, որ ուսանողները եկել են 90% ամերիկացիներ են, որոնք եկել են տարբեր նահանգներից, 10% միջազգային ուսանողներ են, բայց ունես մոտավորապես 10,000-ի կարգի ուսանող,
որոնց մի 90%-ը ապրում է հենց այդ կամպուսա կոչվում, որը որ այդ համալսարանի տարածքն է իր բոլոր շենքերով, այդ մարդիկ ապրում են այդտեղ։ Իրանք դասից հետո ոչ թե գնում են տուն իրենց մամա-պապաների մոտ, այլ իրանք այդտեղ են ապրում կամ հանրակացարանում կամ ինչ-որ տուն են վարձում ու ապրում են այդտեղ։ Ու հետևաբար իրանց ամբողջ կյանքը համալսարանի այդ տարածքի այդ ուսանողական ակտիվիտիների գործունեության մեջ է լինում։ Ամերիկայի համալսարանները շատ հզոր են։ Իրանց համակարգը ու ընդհանուր համակարգը վերջն է։ Կան հազարավոր կուրսեր, որ դու կարաս անցնես։ Երբ որ դու ընդունվում ես, դու չես ընդունվում կոնկրետ ֆակուլտետ, այլ ընդունվում ես ընդհանուր համալսարան։ Ու այդ ընդհանուր համալսարանում դու ինքդ ես ընտրում, թե որ տարին որ արկանները անցնես։ Իհարկե, եթե դու ընտրում ես հետո, եթե ընտրում ես, որ օրինակ էկոնոմիկայով ես ուզում խորանաս, քո կուրսերի մոտավորապես կեսն է լինելու էկոնոմիկայից։ Իսկ մյուս կեսը տարբեր ոլորտներից առնելու ընդհանուր զարգացվածություն տալու համար։ Բայց համալսարանի ամենաուժեղ մասը ոչ թե իր կուրսերն են ու ոչ թե իր դասախոսներն են, այլ այդ հենց երեխեքն են, որտեղ գնում են։ Top 1 համալսարանը, top 10 համալսարանից տարբերվում է նրանով, թե իր ուսանողությունը ինչ level-ի վրա է, ինչքան ուժեղ է, ինչքան վերջն են իրանք, top 10-ն էլ top 100-ից ու 1000-ից է, դրանով տարբերվում։ Հա։ Հիմա դու ունես 18-ից 21-22 տարեկան երեխեք, որոնք իրանց կյանքը մի 18 տարի ապրել են իրանց ծնողների հետ, ու հետո ընդունվել են մի քանի շտատենկոմ համալսարան, գնացել են այնտեղ, բոլոր կապանքներից, բաներից հեռու, իրանք են իրանց գլխի տերը, իրանք մի մասը հարուստ ընտանիքներից են, մի մասը շատ խելացի են, մի մասը ամեն մեկը տարբեր հմտություններ ունի, բայց իրանք եկել են 10,000 հոգով հավաքվել են ինչ-որ տեղ, իրանք չեն եկել, որ ակադեմիայով զբաղվեն, իրանք եկել են, որ կյանք ապրեն։ Իրանք ասում են, Ամերիկայում sense խոսքը ասում են college, այնտեղ college են ասում, որ college-ը չի, հենց համալսարանն է, այսինքն college-ը դա բակալավրն է, ամերիկերեն ասած։ Հա։ Ամերիկյան։ Sense մեծ խոսքը ասում են college is the best 4 years of your life, նշանակում է բակալավրի համալսարանը Ամերիկայում համարվում է մարդու կյանքի ամենալավ 4 տարիները։ Ընդհանուր Ամերիկա երկրի մեջ տենց է համարվում։ Այնտեղ կյանքը sense է, որ դու սկզբից դպրոց, օքեյ, ընտանիքի տիրապետության տակ, հետո 4 տարի համալսարան, որտեղ դու ազատ ես, որից հետո սկսվում է այլ արդեն աշխատանք, 9-ից 5-ը, հետո ինչ-որ պահի ընտանիք, բիլեր փակել, ոնց որ փողեր տալ, հիպոթեք վերցնել, այդ ամեն ինչը փակել, sense, մեկ էլ American Dream-ը, ամերիկական երազի մյուս հիասքանչ մասը իրենց մոտ համարվում է retirement-ը, որ երբ որ մարդը թոշակի է գնում։ Այսինքն college-ն է համարվում, մեկ էլ թոշակը, որ արդեն 60 տարեկանում ինքը ինչ-որ գումար ունի հետ գցած ու կարող է թոշակի գնալ ու վայել իր կյանքը։ Բացի դրանից, բայց դրախտը համալսարանն է համարվում։ Ու արդեն երևի հասկանում ենք, թե ինչ է նշանակում կյանքով հետաքրքրված լինել, որովհետև այդ ուսանողները ոչ միայն օքեյ, իրանք ոչ միայն հասարակական կյանք են ապրում ու կուրսերի են գնում, այլ նաև շատ ուսանողների կողմից առաջնորդված ակումբներ կան համալսարանի ներսում, որոնք որ էլի գաղափարական բնույթ են կրում իրարից, բայց ոչ թե դասախոսներն են անցկացնում այդ ակումբները, այլ հենց երեխեքն են այդ ամեն ինչը անցկացնում։ Երեխեքն են ընտրում իրանց մեջից president, ղեկավար այդ ակումբի համար, հա, օրինակ կարող լինի մի հատ Philomathian Society կար, որ մի 200 հոգի խումբ ունեին, ովքեր որ շաբաթը մի անգամ հանդիպում էին, ամեն անգամ մի 10 հոգի ինչ-որ հետաքրքիր թեմայով public talk էր անում, որ նշանակում է խոսք, հա, ոնց որ ինչ-որ մեկը գալիս է 20 րոպեանոց ինչ-որ հետաքրքիր թեմայով խոսք է ասում, մնացածը գինի են խմում, այդ լսում են ու հետո քննարկում են ընդհանրեն ուրբաթ-օրը ժամը 6-ից մինչև գիշերվա 10-ը։ Այդ ակումբը դրանով է զբաղվում։ Ուրիշ ակումբ կա, որ գնում են սարերում ման են գալի իրար հետ։ Ու ոչ թե դասախոսներն են վարում կամ աշխատողներն են վարում, այլ լրիվ ուսանողությունն է այդ ամեն ինչը վարում
Հա շատ հետաքրքիր է, այդտեղ ինչ որ կազմակերպչական ու leadership skill-եր են սկսում ձևավորվել երեխեքի Շատ ճիշտ, հենց տենց, հա։ Իրենք մեծ կյանք սկսում են գնալ արդեն համալսարանի տարիներից։ Այն ամենը ինչ որ հետո կարող է իրենք կյանքում անել, կազմակերպություններ բացել, կառավարել, այդ ամենը սկսվում է հենց համալսարանի տարիներից։ Ոչ թե համալսարանի տարիները ինչ որ օքեյ 4 լեկցիաների են գնում ու հետո փորձում են աշխատել, այլ համալսարանը ոնց որ մի հատ նախնական փուլ է, հենց ոնց որ իսկական կյանքը ապրելու, բայց նենց թվով որ պարտավորությունները քիչ են, միայն գնահատականների տեսքով են եւ այլն։ Կներես, ես մոռացա ներկայացնելուց ասեմ, որ դու Wall Street-ում ես աշխատել։ Դու հիջոգել էիր։ Հա, ես չէի ջոգել։ Դե մի հատ ստեղ Արման, լավ ընդեղ կասեմ, ընդե դու նայելուց կջոգես։ Այս մասը կտանես ամենասկիզբը, խնդրում եմ, ամենասկզբինը քատ կարես։ Ոչինչ հիմա միտքդ չեմ կտրել։ Ու երրորդ կուրսում ինձ հրավիրեցին այդպիսի ակումբներից մեկը, որը Senior Society է կոչվում, ինչու է տենց կոչվում նաև, այնտեղ տարիները առաջի կուրս, երկրորդ կուրս, երրորդ կուրս, չորրորդ կուրսին, ասում են freshman, sophomore, junior, senior, senior-ը վերջի տարին է։ Հիմա մի հատ տենց ակումբ է, որը որ ձեռնարկատերերի ակումբ է, չորրորդ կուրսեցիների միայն։ Ինքը բաղկացած է 25 հոգուց։ Ամեն տարի այդ 25 հոգուց ամեն մեկը երրորդ կուրսեցիներից 2 հոգու առաջարկում է, որ իրենք կան դիմեն ընդունելության։ Մենակ invitation-ով է, միայն հրավերով է։ 25 հոգին ամեն մեկը 2 հոգու հրավիրում է, եղավ 50 հոգի, չէ՞։ Այդ 50 հոգին գալիս են մի քանի փուլով անցնում են ինտերվյուներ բոլորի հետ, այդ 25 հոգին ընտրում են այդ 50 հոգուց 25-ին, որ իրենք դառնան հաջորդ տարվա թիմը, հաջորդ տարվա ակումբը։ Հա։ Ու պատկերացրու, որ եթե դու մի անգամ ունենաս ուժեղ 25 հոգի, հետևում է դու դրանից հետո կունենաս էլ ավելի ուժեղ 25 հոգիներ։ Որովհետև եթե դու ունես այդ ուժեղ 25 հոգի, իրենք ամեն մեկը իրենց ճանաչած բոլոր երրորդ կուրսեցիներից ամենաթոփ 2-ին են հրավիրում։ Այդ սաղից էլ ընտրվում է ու ինքը շարունակում է ուժեղ լինել, հա։ Հիմա ինձ երրորդ կուրսի վերջում տենց ընկերներիցս մեկը հրավիրեց ինձ որ գնամ մասնակցեմ։ Հələ ճիշտն ասա, իր հետ ընկերություններ անում, որ այդ կլաբ քեզ հրավիրի։ Ես չգիտեի, որ ինքը կլաբից է։ Փակ կլաբ է։ Որտեղ ինքը փակ կլաբ է։ Համ փակ կլաբ է, համ ոնց որ այնքան շատ տարբեր ակումբներ կա այդպիսի, հա, ու իրականում ինքն էլ էր մենք իրար հետ ենք ընդունվել, բայց ինքը բարձվեց մինչև համալսարան գնալ ինչ որ 12 հատ արդեն համալսարանի կուրսեր անցել ու 3 տարում էր ավարտում ու ինքը երրորդ կուրսում էր 4-րդ կուրսիցիների ակումբում էր ես ինքը Միչելը մեկը մի հոգի մենք մի հատ երրորդ կուրսի դաս կար որ 4-ով էինք որ այդ երրորդ կուրսի դասը անցնում էինք առաջի կուրսում ու մենք տենց ծանոթացել էինք իրար հետ հետագայում մենք մագիստրատուրայի մի հատ կուրս էինք անցնում, այնտեղ իմիջելոց էլ է թույլ է տրվում։ Դու կարաս մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կուրսեր վերցնես բակալավր լինելով։ Իսկ այդ հետո ինչ որ ձև գումարվում է, չգիտեմ, այդ ոնց է կոչվում, կրեդիտներ կամ ինչ որ տենց մի բան, հետո աստում է։ Հա, իրեն կարաս օգտագործես քո բակալավրը ավարտելու համար, երեխեք կան, որ 4 տարում ինչ է նաև թույլ է տրվում միաժամանակ բակալավրի ու մագիստրատուրայի դիպլոմ ստանալ։ Այսինքն եթե դու կհասնես այնքան շատ կուրսեր վերցնես, որ այդ բոլորը ստանաս, կարաս դա անես, հա։ Ու մենք դες մաթանալիզի կուրս էինք մի հատ վերցնում մագիստրատուրայի level-ի, այդ ոնց որ իմ վերջի կուրսն էր, որ ես ասում էի լավ, հələ ես top մաթեմի կուրսն վերցնեմ, տեսնեմ դրանից այն կողմ էլ ուզում եմ, հետա abstract մաթեմատիկայով զբաղվեմ, թե չէ։ Հա, ու այդ կուրսի ժամանակ կներեսել մի հատ բան ասես նախորդ մեր հյուրն էր բանից ֆիզմաթից ու вообще ֆիզմաթիների բանը բառապաշարի մեջ այդ կա այդ abstract մաթեմատիկա вообще abstract բառը շատ բանը Իմիջիալոց հենց դասել կա որ կոնկրետ իր օֆիցիալ անունը abstract-ով է կա abstract algebra abstract հանրահաշիվ որովհետև դու sense abstract կոնցեպտների հետ ես աշխատում abstract կոնցեպտ ես մի հատ օդում սարքում բայց նենց որ բոլորը sense նույն բանն են մտածում դրա մասին
ու հետո կարաս ինչ-որ բաներ ապացուցես իրա վրա, որը որ կարող է 350 տարի հետո ինչ-որ միտեղ մի հատ գիտության մեջ կամ ինժեներիայի մեջ օգտագործվի կամ չօգտագործվի, բայց ինքը շատ լավ ուղեղի մարզանք է։ Այսինքն այն հմտությունները, որ ես մաթեմի մեջ ձեռք եմ բերել ժամանակին, դրանք միշտ կմնան իմ հետ ու իմ մտքում կաշխատեն ու շատ որոշումներ, որ հիմա ես կյանքում կայացնում եմ ու առհասարակ իմ մտքի աշխատանքի հիմքում իրանք աշխատում են, բայց ես էլ հետաքրքրված չեմ ոնց որ հենց դրա մեջ խորանամ։ Հա, ինձ հիմա դե այլ ոլորտներ են հետաքրքիր։ Հա։ Ու այդ ընկերս որ տենց հրավիրել էր այդ ակումբը, տենց գնացի 2 փուլով, մի երկու, հա, ու ընտրվեցի, որից հետո ամենաուժեղ տպավորություններից մեկը ինչն էր, մեկ էլ իրանք սենց բան են թողում, այդ 25 հոգին, որ ընտրվեցին, իրանք էլ եւս 5 հոգի իրանցից են մարդ ընտրում, իրանց 4-րդ կուրսի սկզբում, 5 հոգի էլ իրանք են ընտրում լրացուցիչ, ու երբ որ մենք էինք անում այդ ընտրությունները, ես շատ տպավորված էի այդ երեխեքի ինտելեկտուալ մակարդակով։ Այդ ընտրությունները այնպես մի հատ մակարդակի վրա անցավ։ Ուրեմն բակյացու 20 հոգի են եկել, այդ բոլորի հետ խոսել ենք ամեն մեկս ինչ որ կարծիքներ, չէ՞, ունենք։ Քննարկվում է ինչ որ մեկի տեխնացությունը, որ իրան վերցնենք ակում, թե չէ։ Մի քանի մարդ, ամեն մեկը մի քանի րոպե խոսում է։ Հա, ամեն մեկը խոսում է իր մասին, կարծիքներ են ասում, թե լավ, թե վատ, որից հետո բոլորը գլուխները իջացնում են, այնտեղ քվեարկում են, ոնց որ այո ոչ, ու այդ ամեն ինչը այնքան բարձր մակարդակի վրա անցավ, ես շատ տպավորված էի։ Նկարագրես ինչ է նշանակում բարձր մակարդակ։ Հա, ոնց որ ամենաարդար, ամենաինտելեկտուալ բարձր հնարավոր ձևով ոնց կարայիր ընտրեիր 20 հոգուց 5 հոգի։ Գիտեմ, կբացատրես։ Համ իրանց համ այնքան նուրբ ու գիտակից խոսել, որ համ մարդու մասին ինֆորմացիան ասես, համ ավել պակաս բաներ չասես անձնական, այնքան գիտակից ինֆորմացիա տաս այդ մարդու մասին քո ճանաչածից, ու այն դեպքում տաս, երբ որ դա ամբողջ թիմին կօգնի, ոչ թե ինչ-որ անկապ պահերի, ինչ-որ անկապ ինֆորմացիաներ տալ ու ես ինչ դառնա, այլ հակառակը շատ իմաստավոր ձևով ու այդ մարդիկ նենց ելույթներ կային, որ ինչ-որ մարդիկ կային, որ մոտ էին իրար ու իրանցից պետք է ընտրեինք, պակեսրու որ ես ինչի ու ինչի միջև ընտրությունը ու 4 հոգի ամեն մեկը 5 րոպեանոց ելույթ են ունենում էլի երեխեքից նրա մասին, թե ում արժի, որ այդ երկուսից վերցնենք ու ամեն ելույթը ոնց որ մի հատ առանձին YouTube-ի թոք լինի։ Մաֆիայի խաղ ոնց որ նկարագրես հիմա։ Այդտենց ակումբները կան, որ իրոք մաֆիա են։ Իմ համասարանը մի քանի բանով շատ յուրահատուկ էր, որ ես սկզբում չգիտեի, երբ որ ընդունվում էի ու նոր գնում էի, չգիտեի ու հետո իմացա։ Մեկը հետևյալն է, որ իրանց բակալավրի բիզնես դպրոցը բարձրացնում որ համար մեկն է աշխարհում։ Հիմա մեր իմացած համասարներից որն է, որ ամենաանունովն է բիզնեսի ոլորտում։ Harvard ու Stanford։ Հա։ Բայց իրանք չունեն բակալավրի բիզնես ծրագիր։ Իրանցը MBA է։ Բան ոնց էր հայերեն մագիստրատուրա։ Հա, մագիստրատուրա է, բայց իրականում այդ MBA-ն էլ ինքը մագիստրատուրայից մի քիչ ավելի վերև բան է։ Եթե ուզում ես բիզնես սովորես, դու գնում ես օրինակ էկոնոմիկա Harvard-ում, հետո նոր master-ն ես գնում բիզնես, հա։ Բայց կան համալսարաններ, որ իրանք բակալավրի բիզնես ծրագիր են առաջարկում ու UPenn-ը դրանցից է, Wharton School of Business-ն է, կոչվում իրանց բիզնես դպրոցը, որը բարձրացնում աշխարհում համար մեկն է։ Հա։ Երկրորդը իր ուղղվածությունն է դեպի Wall Street, դեպի politics, պոլիտիկա, քաղաքականություն եւ աշխարհի կառավարման հետ կապված տեղեր, այսինքն այդ վերխուժկան, այսպես ասած, ամերիկական, որ մեծ դեր ունի աշխարհի կառավարման մեջ եւ այլն,
այդ իրանց ճտերը, իրանց երեխեքը թե որ համասարան են գնում, ասենք, իրենք գնում են Wharton, UPenn, հա, Yale, Harvard, միգուցե Dartmouth, հա, Trump-ի աղջիկն է իմ կուրսեցին եղել, Tiffany-ին, շատ գնալու էր, որ էլի գնալու չգիտեի, հետո պարզում է Trump-ն է մեր համասարանը ավարտել, որ իհարկե ընդհանրապես գլուխ կվալու տեղ չի, բայց անգլերեն ասած fun fact է, հետաքրքիր փաստ է։ Եվ այդ ամեն ինչը նաև էլի սկսվում է համասարանի տարիներից։ Այսինքն այն խաղիկները, այն մութ խաղերը, որ հետո պոլիտիկայի մեջ է արվում, աշխարհի կառավարման մեջ է արվում մեծ տարիքում, էլի սկսվում է համասարանի տարիքից իրար մեջ, ակումբների մեջ, կյանքի մեջ այդ ամեն ինչը փորձելով ու ոնց որ այդ առաջի դպրոցն է, որից հետո նոր անցնում են այնտեղ։ Բիզնես դպրոցը UPenn-ը 3 դպրոցներից է բաղկացած, դրանք դպրոցներ են կոչվում, համասարանը 3 մասի է բաժանված։ Բիզնես դպրոց, գիտությունների ու արվեստների կոչվում, որը որ հումանիտար ու բնագիտական գիտությունների դպրոց, երկրորդը, եւ երրորդը engineering, ինժեներիայի դպրոց, որի մեջ մտնում է նաեւ ծրագրավորումը, մեխանիկական ինժեներիա, բիոքիմիական ինժեներիա, այդպես բաներ, հա։ Ամեն մի դպրոցի երեխեքը ոնց որ մյուսների վրա խնդում են, որովհետեւ ամեն մեկը ոնց որ փորձում է իդենտիֆիկացվի իր դպրոցի հետ ու նենց մտածի, որ իր դպրոցն է ամենալավը, բայց ամենապրեստիժն իհարկե բիզնես դպրոցն է։ UPenn-ի, որ ասում էի, որ իր ռեպուտացիայի մասին, այսինքն տենց ինչ-որ հարուստ ընտանիքների երեխեքը բան, մեծ մասամբ իրանք բիզնես դպրոցում են ու Wharton-ում են։ Հիմա սենց հարց, ուր են ուզում այդ երեխեքը գնան բիզնես դպրոցից հետո։ Այդ ինձ ես հարցնում։ Հա։ Ուր են ուզում։ Ինչ աշխատանք, լավ։ Հա, Wall Street-ի մասին է խոսքը։ Հա, բայց ինչ է Wall Street-ը։ Դե Google տենց այդ հայտնի կամպանիաներում աշխատել։ Google-ը, բայց Wall Street-ից բացի ես ասում։ Ինքը Wall Street-ի մեջ չի մտնում։ Չէ։ Ես չգիտեմ որոնք է Wall Street-ում։ Դե քանի որ Wall Street-ի մասին ենք խոսում, արի մի երկու բառով համել անդրադառնանք այդ ինչ անունը էլի, ինչ Wall Street, ինչ փողոց, այդ ինչ է, հա։ Բարձրում է Wall Street-ը մի հատ Նյու Յորքի փողոց է, որ Նյու Յորքի ֆինանսական հատվածում իր անունը պրոստը Wall Street է, ու այդտեղ լիքը բանկեր են եղել ու ֆինանսական կազմակերպություններ են եղել, ու սկսվել է ինչ որ պահից օգտագործվել այդ անունը, բայց հիմա Wall Street անունը վերաբերվում է ամբողջ Ամերիկայի ֆինանսական համակարգին։ Ահագին։ Հա, այսինքն որ ասում են ինչ-որ մեկը Wall Street-ում է աշխատում, այդ վերաբերվում է ֆինանսական համակարգին, բայց ոչ թե սովորական բանկերը, այլ այդ կազմակերպությունների ու բաժնետ տոմսերի հետ կապված ֆինանսական համակարգը։ Հա։ Իսկ ոլորտ, ինչ ոնց որ հաստիկ։ Arman backstage մեզ կնկարես, չէ՞։ Այս հաստիկից։ Օրինակ բիզնես դպրոցի երեխեքը ինչ հաստիկի աշխատանք են ուզում անեն հետո։ Դե կառավարիչներ լինեն, հա, երևի։ Մենեջեր։ Հա, ինչ որ կազմակերպության մենեջեր, հա։ Հա, այդպես է կա, բայց ամենապոպուլյար, ամենապրեստիժ երկու ուղղությունները ուրիշ են, նենց անուններ են, որ Հայաստանում համարը չի լսված դրանց մասին։ Դրա համար էլ չգիտեմ։ Հա։ Նաև բիզնես չի նշանակում հայերեն ասած բիզնես։ Անգլերեն ասած բիզնեսը ուրիշ բան է, հայերեն ասած բիզնեսը ուրիշ բան է։ Հա, մեր մոտ բիզնեսը։ Այսինքն բիզնես դպրոց չի նշանակում, դպրոց, որից հետո գնում ենք, չգիտեմ, ինչ բան ենք անում։ Շարունակենք ենք դնում։ Այնտեղ առարկաները անցնում են դե կառավարում, ֆինանսներ, Բաչա սիրետ երկու հաստիկներ։ ասում եմ։ Հա։ Հիմա իրենք այդ առարկաները անցնում են, չէ՞։ Այդ երկու հաստիկները հետևյալն է՝ investment banking։ Այդ առաջինն է, երկրորդը consulting։ Investment banking, այսինքն որ բանկային բան, ներդրումներ։ Բայց չէ։
Հա, տենց է հնչում, հա, ու իրականում կազմակերպությունը ինչ որ չափով է դա անում, բայց գործը ներդրումների հետ չի կապված։ Որը որ investment banking-ը նաև Wall Street-ի մի հատ ուրիշ անուն է։ Ու Wall Street-ը մի քիչ ավելի լայն համակարգ է, որի մի հատ մասը investment banking-ն է։ Բայց իրենք banking-ի մեջ են մտնում, բայց ոչ թե commercial banking, որ ոնց է Հայաստանում բանկային ոլորտ։ Ոչ ես եմ հասկանում, ոչ լսողներն են հասկանում։ Չէ, ասում եմ, որ բացատրեմ։ Commercial banking, չգիտեմ, արդեն ես կարամ ասեմ, անգլերեն բառերով մի խոսացեք այդ։ Ես տրամադրված եմ, որ ինչ որ անգլերեն բառից չեմ կարող խուսափեմ, բայց կուզեմ որ հետո բացատրեմ հայերեն։ Չէ, պրոստը տերմինները սենց են որ ասում ես իմ ուղեղից արդեն ծուխ է, էլի որ դարձնում կոմերցիոն բանկինգը որն է, որ ինչի համար։ Դե հիմա ասեմ, համել մեր audience ոնց են ասում հայերեն։ Լսարան։ Համել լսարանը կիմանա այդ հետաքրքիր փաստերը ու լեզուն է մի քիչ կզարգացնենք, հա։ Ոնց որ բանկային համակարգը այդ այնա ինչ որ Հայաստանում ուղղակի կոչում ենք բանկային համակարգ։ Հայաստանում մենակ այդ կա։ Այսինքն այն բանկերը, որ գործ ունեն մարդկանց վարկ տալու հետ, մարդը բանկում դեպոզիտ է դնում, credit card, բան, այսքան ենք, հա։ Իսկ investment bank-երը իրենք կապված են կազմակերպությունների շուկան, որ կա։ Այսինքն իրավաբանական ու ֆիզիկական անձ որ գնում ենք այդ բանկի վրա ընտրում ենք այդ բաժանումն է, հա։ Տիպա ինի իրավաբանական անձանց համար է, ինի ֆիզիկական։ Հա, ճիշտ է, հա, մոտենք ու բացի դրանից ոչ միայն ոչ թե իրանք իրավաբանական անձի համար բանկն են, այլ ինքը մի հատ հաստատություն է, որը որ հետո ստեղծում է ֆինանսական շուկաները։ Ինքը օգնում է որ կազմակերպությունը դառնա public կազմակերպություն, բաց բաժնետիրական կազմակերպություն ու իր արժեթոմսերը դրվեն բիրժայում, գներ որոշվի եւ այլն, որի համար շատ մեծ թղթաբանություն է։ Այդ investment banking։ Հա, investment banking-ը զբաղվում է դրանով։ Այսինքն իրանք այն որ sense ագին մեծ հաջողակ կազմակերպություն է, որ ուզում է փակ բաժնետիրականից դառնա բաց բաժնետիրական կազմակերպություն, որ կարողանա իր արժեթոմսերը բիրժայում առնի վաճառի ու դրանով ֆինանսներ ներգրավի ամբողջ ժողովրդից, այլ ոչ միայն առանձին ինչ որ միլիոնատեր ներդրողներից, իրենք ասում են այդ process-ով։ Այդ ոլորտի անունը investment banking-ը։ Երբ որ Wharton-ի շրջանավարտը գնում է այնտեղ աշխատելու, ինքը անում է մի 2 տարի Excel ու PowerPoint։ Այնտեղ շատ հիերարխիկ համակարգ է։ Այնտեղ որտեղ։ Wall Street-ում։ Ու investment banking-ում շատ հիերարխիական համակարգ է, ինչ որտեղ բանակի նման, որ ոնց որ վերևները ներքևներին ստրկացնում են ու ինչ ուզում անում են ու այդ Wall Street կինոյի մեջ ինչ որ բաներ որ տեսնում ենք, տենց նաև դրան է վերաբերվում։ Հա ու այնտեղ եթե դու մնաս դիմանաս այնտեղ մի 15 տարի դու ես դառնում վերևները բայց մինչև այդ դու ներքևներն ես։ Okay։ Հիմա այն Wall Street-ը որտեղ որ ես եմ աշխատել ինքը մի ուրիշ առանձին կողմ է որի մասին հեսակ խոսամ էլի տենց չի իսկ այդ classic Wall Street-ում այնտեղ աշխատած ժամանակը շաբաթական 80 ժամ է։ Դասիտ փոքրորեն բաժանեմ անել։ Մեր մոտ 40 է, չէ՞, սովորականը։ Այսինքն օրական քանի ժամ են աշխատում 16։ Հա, միջինում, որտեվ շաբաթ կիրակի են աշխատում։ Հա։ Խի։ Համ տենց են անում, համար 1 prestigious բանն է, համար 1 բիզնես դպրոցի, համար 1 prestigious ուղղվածություն։ Բայց այդքան իրականում աշխատում են։ Հա։ Ինչի՞ ամոր։ Որովհետև վերևից սխմում են։ Պետք է անի փակի, թե չէ ոնց որ դուրս կգա։ Ինչ լավ է ես այնտեղ չեմ։ Հա, ու ոնց որ prestigious է, ու մարդիկ ուզում են գնան այնտեղ։ Մարդիկ ուզում են գնան, որովհետև համ լավ փող են ստանում, համ ոնց որ կապեր, պոլիտիկա էս կոմենկո, համը եթե դիմանա 15 տարի այդտեղ, իրանք կնեն վերևները, արդեն կյանքը հեշտ կլինի։ Պետք չի այդ կյանքը 15 տարի 16 ժամով աշխատեմ, որ հետո վերևները լինեն։ Ինձ պետք չի, բայց արի ուտես որ ամերիկան համոզել է այս մարդկանց, որ այդ լավ միտք է։ Ու իրանք ոնց շատ մեծ ստրեսի մեջ են ապրում,
որը էլի համասարից է սկսվում։ Ոնց ասում էի, երկու ամենապրեստիժ մասնագիտությունները բիզնես դպրոցի համար, այդ investment banking-ը կոչվածը եւ consulting-ը։ Եթե investment banking-ի մասին մի քիչ խոսեցինք, որ բանկային համակարգի Wall Street-ի հետ էր կապված, ապա մի երկու բառով ասեմ consulting-ը ինչ է։ Ինքը կապված է մեծ կազմակերպությունների օգնելու հետ։ Ունես մի հատ կազմակերպություն, ենթադրենք Calvin Klein-ը, որ հագուստ են արտադրում, նորաձևություն եւ այլն եւ այլն։ Իրանք որոշում են, մտածում են մի մեծ փոփոխություն անեն իրանց բրենդի մեջ ու վստահ չեն արժի այդ փոփոխությունը անել թե չէ։ Իրանք դիմում են մեծ consulting-ային կազմակերպություններից մեկին, օրինակ McKinsey կամ Boston Consulting Group, հա, իրեն դիմում են իրանց, ասում են, եկեք փորձեք մեզ մի լավ խորհուրդ տվեք, այս փոփոխությունը մենք անենք թե չէ։ Ու իրենք ոնց շատ մեծ ստրեսի մեջ են ապրում, որը էլի համասարից է սկսվում։ Ես որ գնացել էի համասարան, առաջի կիսամյակը, ես նայում էի, ասենք 10-ից 10 այդ շենքերը, որ ասում էի, որ 20 րոպե քայլում են, չէ՞ մարդիկ։ Ասենք կարող է մի դասից դուրս գաս 10 րոպե պետք է քայլես, որ գնաս մյուս դասին հասնես։ Ու իրենք նենց արագությամբ էին քայլում մարդիկ, որ ես sense շշմում եմ, ասում էի, ուր են վազում այս մարդիկ, մի քիչ հանգստացեք ժողովուրդ։ 2 տարի հետո մեկ տենում եմ, որ չէ, սաղս դույն արագությամբ ենք շարժվում, ես էլ եմ տենց, այն որ ես ասում էի, ոնց կարելի է sense լարված ապրել, փաստորեն ինձ էլ է կպե։ Ես էլ եմ հիմա լարված, որ ես սկզբում ասում էի, չէ, ոնց որ ես այլ չի sense լեմ, բայց այդ միջավայրը ապրում է, ազդում է, որովհետև քվանտային դաշտը, որ աշխարհը կառուցած է դրանից, ինքը ամեն ինչ էներգիա է, ու երբ որ դու ապրում ես ինչ որտեղ, դու էներգիայի մեջ ես ապրում, երբ որ դու էներգիայի մեջ ես ապրում, դու այդ էներգիան ես ուտում, շնչում եւ այլն ու մարդկանցից ստանում։ Ու բարձր որ ինչ տեսակի իրականության մեջ ապրես, այդ ուզած սկսում է մտնել քո մեջ ու դու մտնել իր մեջ։ Ու դրա համար ինչ որ ճիշտ պահ պետք է գա, որ իմ նման ասես չէ, հոп, չեղավ։ Ես իրավունք չունեմ այստեղ այդքան երկար մնամ, որովհետև ոնց որ թե տանում են ինձ լրիվ ուրիշ կողմ։ Ես չեմ ուզում իմ անկախությունը կորցնեմ ու ոնց որ գնամ ձուլվեմ այդ մեծ օվկիանոսին, որը ուղղակի կուլ է տալի մարդկանց ու սիստեմի մեջ օգտագործում էլի մի հատ միտեղ թերապիստ ունեի, հոգեբան։ Հա, հոգեբանի նու Ամերիկայում տենց սաղը գնում են էլի իրականում նամանավան զարգացած մարդիկ ստեղին մանչի պարզվեց ինքը ժամանակին Wall Street-ում աշխատել ու այս կինը ասում էր մի հատ կոնկրետ կազմակերպության մասներ խոսքը, ասում էր այդ կազմակերպությունը մարդկանց սենց հոգիները բանը սենց քաշում է ու հետո մնացածը թքում է դուրս ու իրական մարդիկ շատ չեն դիմանում, որովհետև ասենք թե ինքը երկու մեծ մասը 2-3 տարի դիմանում են, հետո ֆիզիկապես չեն ձգում, գնում են ուրիշ տեղ, բայց իրենք 2-3 տարի իրանց ամբողջ էներգիան ներդրեցին կազմակերպության մեջ, կազմակերպությունը ուրախ է, կազմակերպությունը պետք չի, որ ինքը գնա կարողանա ասենք 10 տարի, 15 տարի այնտեղ մնա, ինքը всё ամբողջ էներգիան այդ մարդու վերցրեց, դա էր պետք, ով որ կձգի, ինքը ասենք կգնա վերևներ, բայց սաղ են ուզում վերևներ գնան, չէ, բայց ընդամենը 5%-ն է վերևներ գնում, բայց սաղ էին ուզում, որովհետև այն 95%-ը քանդվում են, կոտրվում են, ֆիզիկապես չեն դիմանում։ Ահագին լուրջ սիստեմա սարքած։ Մի հատ է հետաքրքիր բան։ Empire State Building-ը, այն մի հատ մեծ շենք կա Ամերիկայում 100 հարկանի, ոնց են ասում։ Հա, անգլերեն ասում են Empire State Building, ինքը Նյու Յորքի ամենահայտնի շենքն է։ Հա, ու ինքը երկնաքեր է։ Հիմա դու չգիտես, բայց հետաքրքրության համար ասա, երբ է ինքը կառուցված։ Մի 50 տարի առաջ։ Այսինքն 1970-ականներ։ Բայց որ ասում ես 70-ականներ չեմ մտածում։ Հեսա մարդիկ կմտածեն ես հիմար եմ։ Դու ասում ես բլոնդինկա խոսում եմ։ Հա, օրինակ։ Դու ասում ես, հա, օքեյ։
դու սենց էիր ասում, որ օքեյ, հիմա 2000-ականներն է 50 տարի առաջ, 50-ականներ, տենց էիր ասում։ Չէ, հենց 70։ Չէ, պրոստը ասում 70-ականները, իմ համար այնքան հերոյ է թվում, որ ես մտածում եմ այդ ժամանակ, չգիտեմ, մարդիկ կարային երկնակեր կառուցեին, թե չէ, դա մոտս է։ Այ հասանք տեղ։ Կոնկրետ չեմ հիշում, միգուցե հեսա կարանք նայենք, բայց 1910-ի ու 30-ի արանքում։ Պատկերացնում ես, Երևանը հողին էր հավասար այդ ժամանակ, որ Երևանի նկարներն ես նայում, այդ թվերի, հա։ Ես ես նայելով ասում եմ նրա համար, որ իրոք պատկերացում կազմենք, թե տեխնոլոգիապես ու հասարակապես ինչքան առաջ է Ամերիկան Հայաստանից ու արևմուտքը ինչքան առաջ է։ Մենք այդքան չենք պատկերացնում հիմա, բայց 1910-ից 30 թվականներին երկնակեր սարքել, որ մինչև հիմա այդ ամենաբարձր շենքերից է, իսկ հեսա կոնկրետ ասեմ։ Մեկ արնել ցույց տու էլի։ 1930։ Հա։ 102 հարկ նկարացուց տամ, հա։ Հա։ Դա ինձ ցույց տու։ 30-ին պատրաստ է եղել, բայց թե երբ են ահա, այսօր նկարը Այդ շենքը, իսկ ֆինանսական համակարգը Ամերիկայի երբ է կառուցվել, եթե չեմ սխալվում 1800-ականների վերջերին։ Այսինքն երբ կարելի էր արժետոմսեր առնել ծախել կամպանիաների, հա, որ մեր բառապաշարի մեջ այդ մտել է երևի վերջի 30 տարվա։ Հələ չի մտել, ինձ թվում է։ Հələ դու ասես ասում ես, ինձ թվում է բարդ է այդքան հասկանալ։ Ես անձամբ որ այդ ամենով հետաքրքրված եմ, որ սկսում են արժետոմսեր, պարտետոմսեր, չգիտեմ ինչ որ տես բաներ խոսալ։ New York Stock Exchange-ից էինք խոսում։ Ես նոր ճշտեցի, որ ինքը սկսվել է ոչ թե 800-ականի վերջերին, այլ 1700-ականի վերջերին։ New York Stock Exchange-ը, այսինքն Նյու Յորքի բաժնետոմսերի, հա, արժեթղթերի բաժնետոմսերի արկուվաճառքի կետը, որտեղ կարող ես կազմակերպության փայ վաճառես կամ գնես 1700-ականների վերջերից։ Այսինքն 250 տարվա կարգի մոտավորապես արդեն Ամերիկայում կազմակերպությունները կարող են իրանց մասերը առնեն վճարեն ամբողջ հանրության կողմից եւ ֆինանս ներգրավեն այդտեղից, որը որ բոմբա իրականում։ Հիմա մենք տենց բան չունենք, չէ, Հայաստանում առանձնապես չկա, որ հիմա մենք չունենք Հայաստանում առանձնապես, որ մարդը իր ֆինանսը ասի ինչ անեմ, ինչ չանեմ, արի ներդնեմ այս ինչ մեր հայկական կազմակերպության մեջ, չէ, բայց ինչով է ամերիկան կապիտալիզմի կենտրոն, որ այնտեղ հենց ժողովուրդը ասում է ես իմ գումարը ավելի լավ բան չունեմ անելու, որ պրոստը բան գցեմ ավելի քիչ ոնց որ բան կգա, արի ես այս ինչ կազմակերպության փայը մասը գնեմ, որ այդ կազմակերպությունը աճի, ես էլ աճեմ ու իմ ֆինանսները աճեն։ Ոսած որ խոսում ես, ինձ թվում է ցույց է տալիս ինչքան մենք ֆինանսական գրագիտության բաց ու պակաս ունենք, որովհետև հիմա որ խոսում ես, իմ գլուխը սկսում է ցավալ, որովհետև չէ, ես նեղացնել համար չէ, այն առումով որ իմ համար այնքան բարդ է, ճիշտ է, ոնց որ ես ոնց որ ինքս այդ ամեն ինչը ուսումնասիրում եմ, պրպտում եմ, բայց դեռ իմ համար ոնց որ եկամուտի միակ աղբյուրը որ առաջին ուղեղից գալիս է այդ աշխատանքն է, աշխատավարձն է, ուրիշ ոչ մի բան էլի։ Նու կամ բիզնեսն էլ, բայց ինչ որ նկատի ունեմ տրադիցիոն ձևեր էլի։ Այդ ամեն ինչը вообще sense։ Իսկ ամերիկացի երեխեքը, եթե իրենց ծնողները նույնիսկ կարող է իրենց 12 տարեկանում $1000 տան, ասեն փորձի ներդնես շուկաների մեջ, կազմակերպության բաժնետոմսերի մեջ, դες կարաս մեծացնես այդ գումարը։ Իրանք շատ փոքր տարիքից դրա մեջ են։ Հա, ու դա լա շատ մեծ բան փոխում հասարակության մեջ։ Մեր մոդել օրինակ մտածել է մեր մտածելակերպի ու բաների մեջ ինձ թվում է ավելի շատ վախել կա ու այդ հավանաբար ոնց որ գալիս է նրանից որ շատ ենք կորցրել, մեզ շատ են խաբել եւ այլն, դե հա ոնց որ խաբել կարողացել են, որովհետեւ այդ գիտելիքը չենք ունեցել, բայց ոնց որ դրանից ձևավորվել է նաեւ այդ վախը, որ հիմա
ավելի փորձում են ապահով այդ ամեն ինչը անեն, կամ եթե այդ $1000 կորցնելու շանս կա, ուրեմն չեն ներդնում, բայց դե ոնց որ այդ ներդրումն էլ ինչ որ գիտելիք ու փորձ է քեզ տալիս, էլի գիտելիքը միշտ չի որ տրադիցիոն պետքա գնաս, ոնց որ այն մարդիկ էլ ովքեր գալիս մեզ պատմում են տրեյնինգների ժամանակ ու մենք այդ մարդկանց այդ նույն փողն ենք տալի, իրանք այդ քանակի փող էլի դրել կորցրել են, այդ փորձը հավաքել են, եկել են մեզ են պատմում ու մենք միշտ ոնց որ երկրորդ ձեռքով experience ենք բանանում, ուղղակի չգիտեմ ոնց թարգմանեմ, որ ճիշտ հասկանալի լինի, այսինքն մենք ոչ թե նախընտրում ենք մեր փորձով ինչ որ բան սովորենք, այլ ինչ որ մեկը թող փորձարկի իր վրա, ինչ խնդիր լինում է թող իր հետ լինի, մենք արդեն ապահով ինֆորմացիան կվերցնենք, իսկ հիմա դա էլ է խնդիր, որովհետև մենք չենք կարողանում հետո զգանք, վերլուծենք այդ բաները։ Շատ երկար ժամանակ հենց տենց ապրե մեր հասարակությունը, այդ ժամանակն է, որ մեր հասարակությունը ու անհատները սկսեն առաջի ձեռքով գործել, փորձել եւ ստեղծել, որովհետեւ մեր ստեղծածն է տանելու հասարակությունը ու երկիրը առաջ։ Ամերիկայում նույն Հայաստանում օրինակ նույն ինտերնետը կամ համակարգիչները, որ մենք օգտագործում ենք, այդ ասենք Ամերիկայում, Ճապոնիայում ստեղծված գաղափարներ ու սարքեր են, որ ոնց որ մենք sense հա կողքից գալիս է, մենք օգտագործում ենք, կարող ենք օգտագործենք, բայց ամերիկական հասարակության համար այդ իրանց ստեղծած գործիքն է, իրանք են կարողացել դա ստեղծել ու հիմա էլ օգտագործում են, այդ իմաստով տարբերություն կա level-ների, մեր հասարակությունը ոնց որ օգտագործողի դերում է ավելի շատ, պետք է սկսենք ստեղծողի դերում, փորձենք լինենք ու արդեն լինում ենք, մենք յասքանչ կազմակերպություններ ունենք Հայաստանում ստեղծված, որոնք որ մեծ բաներ են անում աշխարհում, հիմնականում IT ոլորտում եւ միանշանակ այնպես է լինելու, որ ավելի ու ավելի ուժեղանա, ուշադանա այդ ամեն ինչը, հա, դրա համար կրթական ոլորտը շատ կարևոր է։ Կրթական ոլորտը շատ կարևոր է։ Մի հատ շատ մեծ տարբերություն եմ ուզում դնեմ հասարակության մեջ հնչող կարծիքներից, թե շատ ինչ է հնչում, դրանից ահագին տարբեր բան եմ ասելու, հա։ Կարիք չունեմ, որ պետությունը լավնացնի դպրոցները։ Կարիք չունեմ, որ համալսարանները ֆինանսավորի, հա։ Մասնավոր ոլորտի համալսարաններն են Ամերիկայում ամենաթոփ ուժեղ համալսարանները մասնավոր ստեղծված համալսարաններ են, որոնք ունեն այդ ազատությունը նաև նորարարություն անելու։ Դրա համար հիմա մենք շատ մեծ տեղ կա կրթության նորարարություններ անելու Հայաստանում, որովհետև մենք ունենք միլիոնավոր, չէ, լավ 100,000-ավոր երեխեք 15-ից 30 տարեկան, օրինակ 15-ից 30 տարեկան երեխեք ինքը կոչում իրենց։ Այն իմաստով, որ ինքնազարգացող հասարակություն, որ ոնց որ փորձում են աճեն ինչ որ տեղ հասնեն, հա։ Որոնք որ ինչ որ կիսա անկապ բաներով են սովորում ու տեղ հասնում։ Մենք ունենք 100,000-ավոր 18-ից 30 տարեկան երիտասարդություն կամ 15-ից 30 տարեկան երիտասարդություն, ովքեր պոտենցիալ, եթե իրանց հիասքանչ կրթություն տրվեր 5 տարվա մեջ Հայաստանը միգուցե 5 անգամ հզորանար, բայց քանի որ տրվող կրթությունը թույլ է, այդ 100,000-ավոր երեխեքը այդ թույլ կրթությունն են ստանում ու դրանով են առաջ գնում։ Հա, այսինքն որ ասում են ինչ-որ մեկը Wall Street-ում աշխատում, այդ վերաբերվում է ֆինանսական համակարգին, բայց ոչ թե սովորական բանկերը, այլ այդ կազմակերպությունների ու բաժնետոմսերի հետ կապված ֆինանսական համակարգը։ Հա։ Հիմա մենք դրա մի մասին ենք խոսում, որ investment banking է կոչվում, որտեղ ավելի պոլիտիչսկի քաղաքական։ Հա, քաղաքական, բայց այդ բառն էլ այդքան ճիշտ չի
հնչում, բայց իրանց բանը գործը ավելի լեգալ բաների հետ է կապված, ոնց որ ծանոթություններ, պրեզենտացիաներ անել, թեթև մաթեմատիկական հաշվարկներ անել։ Դրա հետ է կապված, որովհետև իրանք կազմակերպությանը ոնց որ այնց ծանոթով, այսպես ասած, հասցնում են այն վիճակին, որ ինքը բաց բաժնետիրական դառնա, կարողանան գնեն վաճառեն։ Հիմա մյուս մասը Wall Street-ի այն ֆինանսական կազմակերպություններն են, որ փորձում են ներդրում կատարեն այդ ֆինանսական շուկաների մեջ։ Դրանցից մեկի անունը hedge fund-եր են։ Hedge fund-ը փորձում է, ինքը տիրապետում է միլիոնավոր միլիարդավոր դոլարների ու փորձում է այդ գումարը այնպես ներդնի ու հանի ճիշտ պահերին, ճիշտ կազմակերպությունների արժեթոմսերի մեջ, որ մի տարի հետո մաքսիմալ շատ շահույթ ունենա։ Իրանց հետաքրքիր չի վերջո ում արժեթոմսն են առնում վաճառում, ամենակարևոր հարցը այն է, որ ճիշտ պահերին գնես, ճիշտ պահերին վաճառես, որ այդ շահույթը ստանաս։ Բարձում է, որ դրա համար մեծ նաև մաթեմատիկական հաշվարկներ, ստատիստիկա, արհեստական ինտելեկտ այդպես բաներ է օգտագործվում։ Ու Ջեֆ Բեզոսի մասին շատերը կարող է ծանոթ լինեն, ինքը Amazon-ի ստեղծողն է, հիմնադիրն է Amazon-ի։ Բարձում է, որ Amazon-ը հիմնադրելուց առաջ ինքը աշխատել է Wall Street-ում մի կազմակերպությունում, որ կոչվում է D.E. Shaw։ D.E. Shaw-ն ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ են Wall Street-ում, որ հավաքվել են իրար վրա ու ֆինանսական շուկաներից կամում են մեծ շահույթներ, մաթեմատիկական մոդելներ օգտագործելով։ Ու ես չհասկացա այդ բանը։ Հա, իրանք մաթեմատիկոսներ ու ֆիզիկոսներ են, որ մաթեմատիկական մոդելներ են սարքում Wall Street-ից գումար շահելու համար։ Այսինքն իրանք ծրագրեր են գրում, որ ծրագիրը որոշի, օքեյ, այս պահին, այս ինչ կազմակերպության բաժնետոմսերից 5 հատ առնենք, վաղուց մյուս օրը վաճառենք, ոնց անենք, որ ռիսկերը գնահատենք, ոնց անենք, որ այդ ամեն ինչով մեծ շահույթ ստանանք, հա։ Իրանք գումար են վերցնում մեծահարուստ ներդրողներից, ինչ որ մեկ ասում է, ես $10 միլիոն ունեմ, չգիտեմ ինչ անեմ, արեք, դուք խելացի եք, դուք ծրես գործի մեջ եք, դուք վիստրեք ոնց որ ծաղկացրեք այդ գումարը, ինձ էլ լավ տոկոս տվեք։ Իրանք էլ այդ անում են, իրանց վերցնում են եւ այլն եւ այլն։ Հա։ Հիմա քանի որ ես մաթեմից ուժեղ եմ ու ես արդեն սկսել էի հետաքրքրվել ակադեմիայով, այլ պրակտիկ բաներով ու ուզում էի աշխատեմ ինդուստրիայում, ես մի երկու տարբերակ ունեի։ Ես կարայի աշխատեի ծրագրավորող, օրինակ Google-ում կամ նմանատիպ կազմակերպություններում, ես կարայի աշխատեի ծրագրավորում ստարտափում, ու ես կարայի գնայի Wall Street-ում այդ մաթեմատիկոսների, ֆիզիկոսների կամպանիաներին փորձեի դիմեի։ Երկրորդ տարվա ամառը, երբ որ ես աշխատանք էի ման գալի, ես հնարավորություն ստացվեց աշխատել ստարտափում որպես ծրագրավորող։ Երկրորդ տարվա ամառս այդպես անցավ։ Երրորդ տարվա համար ես արդեն ավելի շատ ինֆորմացիա ունեի ու top տեղեր էի դիմում։ Ու ես վերջի փուլում էի Google-ի հետ հարցազրույցների մեջ, որ ծրագրավորողի պոզիցիայի համար, եւ նաեւ դիմել էի այս Wall Street-ի այդ մաթեմատիկական կազմակերպություններին, որ խելոք մարդիկ են ման գալի, որ Wall Street-ի վրա ծրագրեր սարքենք, հա։ Ու իրականում երկուսն է ստացվեց իմ մոտ։ Google-ից մի հատ հրավեր եկավ, ու ոնց որ ես sense առաջարկ գնայեցի, ինչ որ sense team էր, որ այդքան չէր հետաքրքրում, իրենց գրեցի ասի ժողովուրդ, ոնց որ մի հատ ավելի հետաքրքիր պրոյեկտ չկար, տահիկ հələ օֆիցիալ տենց է process-ը։ Եթե դուրս չի գալի, ասես ուրիշ պրոյեկտ փորձեք։ Իրենք ասին լավ, այսպես կարանք քեզ ուրիշ պրոյեկտ ճարենք։ Այդ ժամանակ ես մի քանի անգամ Նյու Յորք գնացի, այդ կազմակերպությունից որ ինձ հրավեր էին տվել իրանց մոտ ու շատ գայթակղվեցի այդ ֆինանսական ոլորտներով, Նյու Յորքով եւ այլն եւ այլն։ Ու իրանց բանը ընդունեցի, նաև իրանք ավելի շատ էին վճարում, որպես internship-ի համար, այսինքն պրակտիկայի համար։ Ինձ մաքուր 10,000 ամերիկյան տալի ամիսը,
Բայց այդ չարժի։ Կյանքս այդքան չեմ աշխատել, սաղ իրար հետ գումարած։ Չէ, մի օր կյանք ասած։ Չէ, այդքան լավ։ Հա, համարյա այդքան եմ աշխատել, սաղ մի քանի տարի։ Օթի բերած, օթի տարած, ոնց գալիս է, տենց է գնում է։ Կյանքի որակն է էական է, սա էլի կանդադառնանք, Հայաստանում ավելի լավ է կյանքը, քան թե Ամերիկայում։ Եղավ, չգնաք Հայաստան։ Ես չեմ հիշում, երբ ես Ամերիկա գնալու մասին երազանքներից, Ամերիկայում ես չեմ երազել, բայց ամեն դեպքում Հայաստանից գնալու երազանքներից եկա նրան, որ ես մարդկանց ուզում եմ նենց անեմ, որ Հայաստանի համար ինչ-որ բան անեն, չգիտեմ ես երբ այդ իմ տրանզակցիա, ինչ եմ խոսում ասած։ Հիմա ես իրանց հրավերը ընդունեցի ու մյուս ամառ գնացել եմ իրանց մոտ ու սենց ղեկավարը սա ինչ-որ մի օր մի երկու շաբաթ հետո նայում եմ սենց սեղանի վրա նստած է ինքը դեմը լիքը թղթ է այսպես ինչ-որ վիճակ, բայց ինքը 500,000-ի կարգի տարեկան ստանում էր դոլար։ Այդ ինչքան ամսական գալի։ Ամսական այսա մի 40,000։ Հա, դոլար։ Բայց ինքը երջանիկ չէր։ Ես ես նայում էի այդ մարդկանց, որ իմ կողքը աշխատում էին այդ կազմակերպությունում, արդեն full time, լրիվ դրույքով ու ոնց որ երկարաժամկետ, ու ես ինձ հարցում եմ, ես մի վերք եմ, ես ուզում եմ այս մարդկանց նման եմ, ես ուզում եմ իմ կյանքը նենց լինի, ես ինձ նենց գամ, նենց ապրեմ, ոնց որ իրանք են ապրում, հստակ չէր պատասխանը։ Հստակ չէր։ Ամերիկան ահագին արհեստական տեղ, ահագին արհեստական երկիր է։ Այնտեղ ոնց որ սիրուն սարքած է, որ մարդը գայթա կղվի ու ոնց որ իր էներգիան ներդնի ու իրան մեծ թիվ տան, հա, բայց համեր սարքած է, որ քո շուրջը ամեն ինչը հետո փորձում է այդ թիվը քեզնից վերցնի։ Նույն ասենք Նյու Յորքում գնում ես մեքենատ պարկինգ ես անում, կարող է $100 տաս այդ օրը պարկինգի համար։ Հա։ Էլ չեմ ասում տան վարձ, ուտելիք, էսկոմենկոմ, հարկեր, հա։ Բայց նույնիսկ այդ չի ամենաէականը։ Ամենաէականն է, որ իրականում ազատություն չկա այնտեղ։ Այնտեղ շատ մեծ ճնշում կա հասարակության վրա։ Թե հասարակության տարբեր մասերի կողմից, թե պետության կողմից, բայց թվում է թե հենց Ամերիկան ազատության երկիր է, չէ՞։ Հա, բայց ինձ թվում է, արվում։ հա, մարքեթինգը հենց բան հակառակ աշխ։ Այսինքն այդ մարդիկ էլ են եւի մտածում, որ իրանք ազատ են։ Պատկերացրու, որ իրանց ահագին մասը, հա։ Հա, բայց իրականում իրանք այդ համակարգի պրոստը նոսեն։ Հա, իրանք այդ համակարգը իրանց վերցրել է։ Իրանց ոնց որ կոնկրետ վերցրել է։ Այնտեղ մարդկանց թե ինչքան մեծ տոկոսն են օրինակ անտիդեպրեսանտների վրա, ինչքան մեծ տոկոսն են չերջանիկ, ինչքան տոկոսն են ինքնասպանություններ գործում, ու ընդհանրապես այդ որ sense կինոներում նայում ենք կրակոցներ, բաներ, այդ հավայի չի, տենց է Ամերիկայում։ Ամերիկան ապահով տեղ չի։ Այնտեղ կան ապահով տեղեր, բայց ընդհանուր առմամբ ինքը ապահով չի։ Հա։ Նաև մարդիկ թե ոնց են վերաբերվում իրար ու այդ տրանզակցիա, որ ասեցիր, այսինքն մարդիկ թե ոնց են վերաբերվում իրար ու ինքը ինչա փորձում վերցնի, ինչա փորձում տա դիմացինից, ահագին տխուր է այդ իրականությունը այնտեղ։ Ոնց որ sense մոտ ընկերություն չկա, օդուշի ասված այդ բանը չկա։ Կարան ոնց որ ընկերներ իրար կոչեն, բայց ամեն մեկը կարող է ֆիզիոտիկի մտածի ոնց ինքը պրոստը ամենաշատը վերցնի, որ յանում թե այդ իրան կոկներ ինքը երջանիկ կլներ, բայց արյուտես որ իրանք երջանիկ չեն։ Նու կա նաև հիասքանչ տեղեր կան Ամերիկայում, հա, բայց համենայն դեպս իմ ծանոթներից համարյա տենց մարդիկ չկան, որ գնացը կարծել են գտնեն այդ հիասքանչ տեղը, որտեղ ինքը այնքան մեծ երկիր է, որ այնտեղ ամեն ինչը կա, բայց ընդհանուր համակարգը
հա, այդքան առողջ չի ու այդ ինձ դուր չեկավ։ Այդ ինձ դուր չեկավ մեկ։ Երկրորդ ես զգացի, որ եթե ես իմ 18-ից 30 տարեկանի ամբողջ ժամանակը ներդնեմ այդ երկրի մեջ ու նաև չներդնեմ Հայաստանի մեջ ու չշփվեմ Հայաստանի հետ, կապս կորցնեմ Հայաստանի հետ, ես իմ այս կյանքը fail արած կլնեմ, այսինքն ձախողած կլնեմ, հա, որովհետև ես կգնամ կկորեմ ինչ-որ օվկիանոսի մեջ ու ասենք թե հա, ենթադրենք okay, տուն կա, ավտո կա, ուտելիք կա, էս կա, այն կա, բայց որն է իմաստը այս ապրածից, այդ չի տեսնում, թե ոնց կստացվի, եթե ես 18-ից 30 տարեկան ընդեղ մնամ։ Նաև տիեզերական ուժեր կային, որ ոնց որ ինձ բերեցին, դրեցին ստեղ, ասեցին, ապեր դու ոնց որ ստեղ համ անելիք ունես, համ սովորելու բան ունես, համ Հայաստան ստարտափ է։ Այդ է շատ հետաքրքիր Հայաստանի համար։ Եթե մեծ երկիրը ինքը արդեն աշխատող մի հատ համակարգ է, որ կարաս գնաս դրա մասը դառնաս, նույնիսկ ինչ որ կարաս գնաս մեծ կազմակերպություն աշխատես, ապա Հայաստանը ստարտափ է, որը շատ հետաքրքիր է, այստեղ կան դժվարություններ, բայց թե ինչ կարաս դառնաս, ինչ կարաս դարձնես, ինչով կարաս օգնես, ինչ իմաստ կարաս ստեղծես աշխարհի վրա ու քո կյանքում ու քո շուրջը, այդ պոտենցիալը ստեղ տասնապատիկ ավելի մեծ է, քան թե այնտեղ։ Էլ չեմ ասում, որ դու կարաս լինես ստեղ ու ստեղծես կազմակերպություն, որ ամերիկյան շուկայի մեջ է աշխատում, կլիենտներդ ընդեղից են, ընդեղի ոնց որ գումարն է վերցնում, բայց դու անձամբ չնես ընդեղ, որտեղ որ չես ուզում լնես, այդ պահին ուզում ես ստեղ լնես, հա։ Եկանք Հայաստան։ Հա, եկանք Հայաստան։ Լավ, ասենց հարց տամ, իսկ հա հետաքրքիր մոտեցում է Հայաստանին, որ ասում ես Հայաստանը ստարտափ է, բայց ստարտափներն էլ ոնց որ շատ մեծ տոկոս են ունենում, չէ, ֆեյլ անելու ու իրականում չես կարա միանշանակ այս հարցին պատասխան տաս գիտեմ, բայց ոնց որ քո պատկերացմամբ ինչա պետք անել, որ այս ստարտափը ֆեյլ չանենք։ Հա։ Դու որպես կյանքի փորձ ունեցող մարդ։ Նախ այնտեղից կանենք, սկսենք որ ահագին ապով տեղ ենք հիմա, որտեվ ահագին ֆեյլ է այս պահին։ Դրանով ես եմ ասում, որ շատ ավելի մենք վերև գնալու տեղ ունենք։ Լիքը բան սխալ է գնացել գիտենք այս վերջի տարիներին ու ահագին մեծ ֆեյլեր են եղել, բայց հայազգը այնքան ուժեղ ու դիմացկուն է, որ ինքը հազարավոր տարիներ շարունակել է իր գոյությունը ապահովել ու հիմա էլ ենք մենք շարունակում եւ քանի որ ահագին ման ֆեյլ են կարել, հիմա հակառակը դրական է իրավիճակը, որովհետեւ լիքը բան մենք կարանք հաջողենք ապագայում։ Ու սենց մի հարց քո պատկերացմամբ ինչ կա անելու, ինչ կա փոխելու, ինչ կա ավելի լավը դարձնելու, որ կարողանանք այս ստարտափը ինչ-որ լավ կետի հասցնենք։ Ես շատ կարևոր հարց է, շատ կարևոր հարց է ու շատ մեծ պոտենցիալ կա հաջողելու։ Ու ես կարծում եմ, որ կարող ենք մենք հաջողենք ու որ ստարտափը լավ տեղ հասնի։ Դրա անհրաժեշտ եւ բավարար պայմանը անհատական ինքնազարգացումն է մեր մարդկանց։ Կրթությունն է եւ այն, որ իրանք ամենաուժեղ ձևով զարգանան։ Շատ կարևոր հարց է տալիս եւ դա իմ ամենամեծ հետաքրքրությունն է Հայաստանում հիմա։ Ինչպես կարող ենք անել, որ այդ ստարտափը հաջողի եւ ամենաշատը հենց կրթության ոլորտում։ Ինչ է նշանակում կրթություն։ Որ ասում ենք կրթության ոլորտում, պատկերացնում ենք դպրոցներ, համալսարաններ, չէ՞։ Բայց ավելի մեծ բան եմ ասում։ Թե ինչպես ամեն մարդ կարա
ամեն շաբաթ դառնա մի քանի տոկոս ավելի կատարելագործված վիճակը իրանց։ Եթե կարողանանք ապահովենք, որ ամեն մարդ շաբաթը մեկ կամ ամիսը մեկ ավելի կատարելագործվի, վաղ թե ուշ Հայաստանը կդառնա հաջորդ Սինգապուրը։ Ես էլ միշտ Սինգապուրի օրինակի մասին մտածում, գիտես չէ, Հայաստանի մասին մտածելուց Արժի։ ինձ շատ են բանանում, ասում են Ամերիկան դեռ լիքը փողադրե, Ամերիկան դեռ լիքը փողադրե, բայց չգիտեմ։ Ինձ այնքան ոգեշնչում է իրանց պատմությունը, իրանք իրոք բալոտա ճահիճների վրա է իրանց երկիրը, ու իրանք կառուցել են այդ երկիրը ընդամենը 40 տարում։ Շատ եմ հավանում։ Ու շատ պոպուշ պատմություն է։ Ու ինքը նաև բանա հույս տվող է, որ այդ ամեն ինչը հնարավոր, ու եթե չեմ սխալվում, իրանք էլ են պատերազմական վիճակներում եղել իրանց շրջանում, եթե չեմ սխալվում, այս հստակ ինֆորմացիա չի, բայց ամեն դեպքում կարծեմ իրանք էլ պատերազմական վիճակում են ու իրանց հարևան պետությունները էլի ամենաբարենպաստ վիճակում չեն։ Իրոք որ միգուցե մի քիչ politically correct ոնց է հայերեն։ Քաղաքականորեն ճիշտ։ Հա, կարող է այդքան քաղաքականորեն ճիշտ չհնչի, բայց ես իմ հույսը կապում եմ մեր հասարակության 15%-ի հետ այս պահին։ Բոլորի հետ չեմ կապում այս պահին։ Բայց մենք ունենք 15% հիասքանչ ժողովուրդ, որ ծարավ են ուժեղ լավ կրթության, ծարավ են ինքնազարգանալու, ուղղակի դեռ չեն կարողանում գտնել իրանց շուրջը այդ տեղերը։ Հենց կուզենամ, որ սենց ամեն նայողը իր մեջ մտածի, այ ես այդ 15%-ն եմ, որ պետք է ինչ-որ մի բան անի։ Ես վստահ եմ, որ քո լսարանի 99%-ը այդ 15%-ից է։ Եղավ։ Դուք եք մեր ապագա։ Մենք ենք մեր ապագա։ Մենք մեր հույսը ձեր հետ ենք, մեր հետ ենք կապում։ Հիմա ինչպես անենք, որ մենք կարողանանք ամեն մեկս մեր համար այդ մեր ազգի 15%-ով, ինչպես անենք, որ ամեն մեկս մեր համար կարողանանք ապահովենք Փենսիլվանիայի համալսարանից ավելի արդյունավետ կրթություն։ Այդ ինձ ես հարցնում։ Հռետորական հարց եմ տալիս աղիս, ու այդ հնարավոր է։ Ես այնտեղ աղագին ժամանակ եմ անցկացրել ու աղագին ուսումնասիրել եմ իրենց համակարգերը նաև, ու իրանք էլ կատարյալ չեն։ Հիմա աշխարհը այնքան արագ է զարգանում, որ նույնիսկ լավագույն համալսարանները հետ են մնում։ Կրթությունը սկսել է անցնել համալսարաններից դեպի կազմակերպություններ նաև։ IT կազմակերպությունների մասին խոսենք, իրանք աշխատում են agile-ը կոչվում, որ նշանակում է sense ճկուն արագ ինչ որ տեղից տեղ կարողանալ գնալ համակարգերով, սպրինտեր են օգտագործում, որը որ նշանակում է 2 շաբաթանոց ցիկլեր, 1 կամ 2 շաբաթանոց ցիկլեր։ 2 շաբաթ ինչ որ բանի վրա աշխատում ես, գալիս ես ասում ես մի վարքան, ուր հասա, ոնց էր արդյունքներս, հիմա ուր գնամ, հա։ ԱՄՆ-ի համալսարանները մի տարյանոց ցիկլերով են աշխատում։ Լավագույն համալսարանները, Հարվարդը մի տարյանոց ցիկլերով է աշխատում։ Հաջորդ generation-ի, հաջորդ սերնդի կրթական հաստատությունները իրանց կառավարող թիմը աշխատելու է շաբաթական ցիկլերով։ Դու պետք է կարողանաս տեխնոլոգիական զարգացումը մի ամիս հետո բերես կրթության ոլորտ։ Ամերիկական համալսարանները այդ չեն կարող անել։ Այնտեղ все-таки բյուրոկրատական է ահագին։ Նոր զարգացած բանը մի 5-ից 10 տարի հետո մինչև ակադեմիաներով անցնում է, նոր կարա ինքը դասավանդվի։ Այսինքն ընդեղ էլ կատարյալ չի կրթությունը։ Վերջին 10 տարիների ընթացքում ես իմ կյանքը նվիրել եմ, իմ ամբողջ էներգիան ներդրել եմ նրան, թե ինչպես ես
ամենահզոր ձևով կատարելագործվեմ ու զարգանամ։ Այդ 10 տարիների ընթացքում ես փորձել եմ գտնեմ էֆեկտիվ ռեսուրսները աշխարհում, որոնցով կարելի է ինքնազարգանալ։ Դրա մեջ մտնում է ամենապայծառ ուղեղների մտքերին ծանոթանալը ու դրանցով զարգանալը։ Ինչ-որ մարդ, որ ապրել է 50 տարի առաջ, ինքը եղել է աշխարհի ամենապայծառ ուղեղներից մեկը, ու մի հատ նենց գիրք է գրել, որ նենց գաղտնիքներ ու գիտակցություն կա դրա մեջ, որ եթե դա ուսումնասիրես, դու էլ կարաս մոտենաս այդ մակարդակին, ուղղակի այդ գիրքը թաքցված է մի քանի քայլ հեռու, որ դու չես տենում ու չգիտես, որ արժի քո ժամանակը ծախսես, դու օրինակ դա ուսումնասիրես։ Ձևակերպել։ Վերջին 10 տարիների ընթացքում ես փորձել եմ գտնեմ որ իմ անձնական հետազոտության մի մասն է։ Ես փորձել եմ գտնեմ այն 300 գրքերը, որ եթե մարդը դրանք կարդա, ինքը կդառնա elite top level-ի մասնագետ մարդ գիտակցություն։ Որ ասում եմ գիրք, ոչ թե fiction գրքերի մասնախոսքը, ոչ թե գեղարվեստական, այլ գիտակցական, non-fiction, ոչ գեղարվեստական ոչ գեղարվեստական գրքերի մասնախոսքը։ Այդ մեկ, հա։ Երկրորդը Փենսիլվանիայի համալսարանի տարբեր կուրսեր անցնելով այնտեղ պրակտիկ բաներ կա ԱԳ-ին, որ անում են հենց Wharton-ի դպրոցում, որ Հայաստանի համալսարանները չեն անում։ Դրանք էլ ԱԳ-ին ուսումնասիրելուց հետո ես հիմա ինձ գտնում եմ մի տեղ, որ շատ ինֆորմացիա ունեմ կրթության մասին ու նաև մեծ ցանկություն այդ ներդնելու Հայաստանում ու ոնց որ փորձելու ինչ-որ համակարգ սարքել, որ ոչ միայն 18 տարեկանը կարա գա այդտեղ սովորի, այլ նաև կամայական մարդ, ով ուզում է ինքնակատարելագործվի, ով ուզում է կրկնապատկի իր եկամուտը, ով ուզում է կրկնապատկի իր հաջողությունը, իր զգացողությունը, երջանկությունը, ինքը կարա գա ու դրանով անցնի ու հասնի տեղ։ Շատ ամերիկյան ձևակերպեցիր ինձ թվում։ Դե գոնե մի այդքան տարի 4-5 տարի ընդեղ եմ եղել։ Դու էլ ես դառել ամերիկացի։ Ահագին անգլերեն մտածում եմ։ Չէ, անգլերեն մտքերի հետ չի։ Բան հենց ձևակերպումը էլի, որ կրկնապատկել այդ ամեն ինչը։ Հա, արի չվախենանք կրկնապատկելուց, որովհետև եթե ասեմ ուղղակի լավացնել, հա կարող մի պստիկ լավացնեմ, չէ։ Ոնց որ մեծ նպատակներ կդնենք։ Ambition-ը էլին մի հատ բառ է, որ անգլերենում կոմպլիմենտ է։ Ստեղ մի քիչ ուրիշ ձև են հասկանում, բայց ինքը անգլերեն բառ է, որը որ անգլերեն չիմացողները սկսել են օգտագործել ինչ-որ ձևերով, բայց մի անգամ առաջի կուրսում ինձ մեկը ասաց you're an ambitious guy, ոնց որ ամբիցիոզ ոնց որ տղա ես, ու ես քիչ նեղացա։ Այդ նշանակում է մարդ, որ նպատակներ է դնում ու փորձում է հասնել իր նպատակներին։ Որը որ միգուցե մեր ասենք սովետական համակարգը փորձել է ճնշի, չէ՞, որ համակարգ նպատակներ չդնես, չփորձես հասնես, հա։ Բայց իրոք այդ կրկնապատկելը կարա լինի։ Մարդիկ, որ 200,000 դրամ են ստանում հիմա Հայաստանում, հա, կարող է մեծ թվակ կրկնապատկելը, բայց իրանք շատ հանգիստ կարան 400,000 ստանան։ Ով որ 1 միլիոն է ստանում, շատ հանգիստ ինքը 2 միլիոն կարա վաստակի։ Բախի չես խոսում, ովքեր 60 են ստանում, 70 են ստանում։ Իրանք 300 կարան ստանան, իրանք կարան եռապատկեն հանգիստ։ Հենց թեկուզ անգլերեն լեզվին լավ տիրապետելը մարդու եկամուտը կարա կրկնապատկի եռապատկի։ Հա։ Կարանք միգուցե նենց on-line դպրոց ունենանք, որ մարդը ոնց որ հավես ստանա դրան մասնակցելուց ու ձեռքի հետ կարողանա համել իր անգլերենը հասցնի լուրջ մակարդակի։ Միգուցե կարանք։
ինձ ավելի ավելի պրոֆեսիոնալ հենց կրթության ուղղություններն են ամենաշատը հետաքրքիր, հա, թե IT-ի հետ կապված, ծրագրավորման հետ կապված, թե public speaking, ինչպես կարողանալ խոսել մարդկանց դիմաց, իմաստավոր կերպով, լավ մտքեր ասել, որից հետո ինչ-որ կոնստրուկտիվ բան կարելի լինի անել։ Ոնց կարելի է սովորել դա, ոնց կարելի է հասնել այդտեղ, ինչպես կարելի է թիմով աշխատել։ Ամերիկյան համալսարանը իր համակարգով, իր դասախոսներով, իմ սպասումները գերազանցել է։ Բայց ուսանողությունը չէ։ Ուսանողությունը հակառակը։ Այսինքն ամերիկյան համալսարանի ուսանողությունից ոնց որ ավելի շատ բան էի սպասում։ Yes։ Ոնց որ մի քիչ չմոտիվացված ինչ-որ վիճակներ կա նաև։ Կան 10% հիասքանչ երեխեք։ Մեր նախորդ podcast-ում էլ Մհերը ինքն էլ նույն բանը ասում, ինքն էլ ԵՊՀ-ում է սովորել ու հիմա արդեն PhD էր անում, ասպիրանտուրայում էր, ու ինքն էլ նույն բանն է ասում, այնտեղի ուսանողների մասին ասում, որ չկա մոտիվացիա, ոչ մեկ հետաքրքրված չի հենց բուն այն ամեն ինչով ինչի հետևից եկել են համալսարան։ Հա։ Ու եթե ԵՊՀ-ում կարելի էր ենթադրել, որ միգուցե տենց կլինի, ապա ամերիկանում չէի ենթադրի, որ տենց կլինի։ Բայց ահագին ամերիկանում էր տենց, որը մի քիչ տխուր էր։ Բայց կա 10%, որ լավ մոտիվացված են, բայց քիչ է 10%-ը, հա։ Եթե հետաքրքիր է, ես միգուցե կարող եմ նաև խորհուրդ տալ, թե եթե մարդը ուզում է ներկա համակարգի մեջ, եթե ուզում է լավ աշխատավարձ ստանա IT-ում աշխատի, հա, ինքը ոնց կարա այդտեղ գնա։ Տրեյնինգային թեմա է ստում։ Հա։ Մայքլ Կուչակչյան, ինքը մեծ հաջողության հասած մարդ է, ամերիկահայ է, որ կարիք չունի դասավանդի փողի համար, այլ իրեն ուղղակի հետաքրքիր է իր փորձը փոխանցել ու փորձել ինչ-որ բան ստեղծել Հայաստանում ու հայ ազգի համար, ու ինքը փոխանցում է դա։ Այսինքն, եթե հետաքրքրված ես դու, եթե ուսանողը հետաքրքրված է, Քուչակչյանի կուրսը ինքը որ անցնում է, ինքը բան է սովորում։ Բայց այն բանը, որ UPenn-ում կար, այդ որ ասում էի, որ երեխեքը ոնց որ իրանցով ուսանողական կյանք, կազմակերպվող, իրանցով սենց առաջ գնացող, այդ քիչ է AUA-ում, շատ քիչ է։ Կան էլի ակումբներ կան, բայց ոնց որ սենց թույլ վիճակա դեռ, որ հուսով եմ կզարգանա, էլի կզարգանա, բայց ներկա պահին մենք Հայաստանում չունենք այն ոնց որ վեհ կրթությունը, որ լիքը արժանի մարդ ունենք, որ կարան ստանան այդ կրթությունը, իրանք պոտենցիալ ունեն, բայց ոնց որ այդ վեհ տեղը չկա։ Ինձ թվում է դրանից էլ գալիս է էլի, որ այն ոնց որ եթե մարդ մրցունակ է լինում, գնում է դուրս սովորելու ու ցավոք սրտի դրսում էլ մնում է։ Հա, շատերը դրսում մնում են, որովհետև գայթակղի չա դուրսը։ Մեկ, երկրորդ, այդ շեյմ կա, ամոթ կա հետ գալու հետ կապված։ Լիքը մարդ կա, որ գնում է դուրս, ինքն լավ չի կյանքը, ու ինքը երջանիկ չի, ու ինքը չի գալի, պրոստը, որովհետև դե որ գնաց է հասել է, էլ ոնց կա։ Հա, շատ ճիշտ է կարծրատիպ կա տենց։ Հա, ու ես շատ շնորհակալ եմ իմ ծնողներին ու իմ ընտանիքին, որ ինձ նենց ազատ են մեծացրել, որ ես չմտածեմ, որ չասեմ, ոյ, ես գնացել եմ, ինձ սպասում են, որ ես պետք է մնամ, ես պետք է այս անեմ, այն անեմ, այտենց արհեստական բեռերի տակ մտնեմ, ես ասել եմ մի վարքան, որն է այս ամեն ինչի իմաստը։ Ինչի համար եմ ես այս քայլը անում, հետո այն քայլը անում, հետո այն քայլը անում։ Ուր է այդ տանելու ինձ վերջի վերջո, իսկ ուր եմ ես ուզում գնամ։ Վերջի վերջո։ Ես 50 տարի հետո ուր եմ ուզում հասած լինեմ, որն է այդ ճանապարհը։ Ոչ թե աչքերս փակ հիմա լավ, sense գայթակղի ճանապարհով գնանք, այլ որն է իմաստավոր
ճանապարհը։ Իրենք English and Communications major ունեն, ուղղվածություն ունեն, որ անգլերեն եւ հաղորդակցություններ, որ բավականին ուժեղ է։ Եթե ինչ-որ մեկը հետաքրքրված է գրելու հետ կապված մարքեթինգ, այսինքն նույն writing-ը հիմա ոնց է կապված բիզնեսի մեջ, չէ՞, թե մարքեթինգում, թե կազմակերպությունների կոմունիկացիաների մեջ հասարակության հետ շատ մեծ մաս կա լեզուն օգտագործելու։ Եւ այդ English and Communications ուղղվածությունը բավականին ուժեղ է, եթե մեկը տենց հետաքրքրություն ունի, խորհուրդ եմ տալի AUA-ը։ Մինչև Հայաստան գալը Բալիում էիր, չէ՞, մի որոշ ժամանակ Բալիում ես չէ ապրել։ Մի քիչ ընդեղից էլ դե պատմի։ Տեսնենք այդ ինչ Բալի է, որ սա գնում է, իրենց լավ է զգում։ Հա, մինչև վերջի անգամ Հայաստան գալը, բայց ամենից հետո։ Ես ամենից եկա Հայաստան մի քանի տարի ստեղ մնացի, հետո մի հետաքրքիր ձևով հայտնվեցի Բալիում ու մի երկու շաբաթ պետք է մնայի այնտեղ, բայց արդեն մի քանի տարի Հայաստանում էի եղել, ոնց որ կարոտս առած էր Հայաստանից մի բան էլ ավել էլի, արդեն մի քիչ ոնց որ հայաստանյան վիճակներից հոգնել էի, ու երբ որ հայտնվեցի Բալիում, ասեցի մի վարքան, ես հիմա նստեմ ինքնաթիռ, այդ ինքնաթիռը ինձ տանի հասցնի Հայաստան, որ ինքնաթիռից դուրս գամ, ասեմ չէ, մի հատ մյուս ինքնաթիռը բերեք, հետ եմ նստում, անի թռնեմ Բալի, էլ ինչ եմ ես հենց հիմա հետ գնում, հա, այսինքն ասեցի դե լավ, դե որ ստեղ եմ, կյանքը բավականին մաչելի է, սիրուն է, առողջ է, ուտելիքը լավն է, արի մի քիչ մնամ, տեսնեմ ստեղ ինչ կա չկա, ու տենց ստացվեց, որ 6 ամիս մոտ ապրել եմ Բալիում, ու շատ գոհ եմ այդ երկրից, ինքը այն ինչ որ ես միգուցե Ամերիկա գնալուց ոնց որ այսպես պուպուշ հույսեր ունեի, որ կարող է ելնի այնտեղ, ինչ որ տեղ Բալիում եղավ ու ծաղելին ինչն է, որ Բալին ու Ամերիկան իրենք հակառակ բևերներ են, հարություն աշճան հակառակն է, այսինքն այն մարքեթինգի հիման վրա թե ուր որ թվում էր, որ գնամ ես այդ ինչ որ դրախտային ինչ որ տեղերը կլինի, բարձրաց որ հարություն աշճան հակառակ էր։ Բալին Ինդոնեզիայի մի կղզի է, որտեղ հիմա մի 10-20% եվրոպացիներ են ապրում, ովքեր որ նոմադներ են, այսինքն օրինակ ծրագրավորողներ են, մարքեթինգի աշխատողներ են, յոգեր են, որոնք մի քանի տարի ապրում են Բալիում ու աշխատում են կամ on-line ուրիշ երկրներում, ուրիշ երկրների հետ, կամ այդքան կարիք չունեն աշխատելու ու ուղղակի ապրում են այնտեղ։ Ինչն է հիասքանչը Բալի, որ դու կարաս Բալիում մնաս ու աշխարհը ասես գալի ճանապարհորդում կոմոդ գնում է։ Եվրոպացի ուսանողությունը 2 շաբաթներով ամեն մեկը գալի գնում է, այնքան հիասքանչ մարդիկ ես հանդիպում, որ ասելու չի։ Ինչ որ մի բան ունի այդ տեղը, մի հիասքանչ բան ունի, որ ձգում է գիտակից առողջ հետաքրքիր մարդկանց ու այդ մարդիկ գնում են այնտեղ ու տենց համայնք է դառնում ու տենց սիրուն բան է դառը։ Ես նաև մի քանի տարի է հետաքրքրվում եմ յոգայով ու էդ էլ շատ սիրուն կերպով ներկայացված է Բալիում եւ այդպիսի հետաքրքրություններ ունեցող մարդիկ էլ կարող են գտնեն հետաքրքիր իրականություններ այնտեղ։ Բալին չի թողնում, որ Բալիում աշխատես, որովհետև իրենք փորձում են հենց անեն, որ ուրիշ մարդիկ չգան ու բալիեցիներից չվերցնեն աշխատանքները։ Այսինքն դու կամ դրսի հետ պետք է աշխատես, կամ բայց թողում են, որ բիզնես ներդնես իրենց մոտ օրինակ։ 6 ամիս այնտեղ մնալուց հետո էլի սկսեցի ձգվել դեպի Հայաստան
Եվ տենց հիմա ստեղ եմ։ Ինչ եմ անում հիմա Հայաստանում։ Ես աշխատում եմ մարդկանց հետ, որ ցանկանում են ինքնազարգանան։ Թե անհատական ու թե խմբային ձևով, որը որ ցանկանում եմ որ հետագայում դառնա ակադեմիայի նման ինչ-որ բան, միգուցե նաև համալսարան։ Ես շատ կուզեմ, որ լավ երեխեք Հայաստանից գնան դուրս սովորեն ու գան հետ Հայաստան նաև։ Դե որ տենց է, կասես ինչ անեն, ինչ խորհուրդ կտաս։ Հա։ Ես աշխատում եմ մարդկանց հետ, ովքեր ուզում են ինքնազարգանան։ Ովքեր ուզում են կրթվեն, ինքնազարգանան ու օգնում եմ նրանց հասնել գիտելիքի ու ինքնակատարելագործման հաջորդ մակարդակներին։ Հիմա հիմնականում աշխատում եմ 15-ից 25 տարեկան երիտասարդության հետ եւ օգնում եմ ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ իրանց։ Նրանք ովքեր որ ուսանողներ են, դպրոցի ուսանողներ են կամ համալսարանի ուսանողներ են, որ ուզում են ընդունվեն կամ բակալավր կամ մագիստրատուրա, քանի որ փորձս ու գիտելիքս այդ ոլորտի հետ կապված շատ մեծ է ու փորձում եմ դրանով կիսվեմ, շատ կուզեմ, որ այս երեխեքի մեծ մասը հետ գա Հայաստան ու հենց իրանց հետ աշխատելով նաև կարծում եմ, որ ես ներդրվում է իրանց մեջ դա, քանի որ ես այնքան խորն եմ զգում, որ այդ լավ որոշումը ինդիվիդուալի համար, որ ինքը ոնց որ այնտեղ կրթվի ու հետո վերադառնա Հայաստան կամ գնա, այտենց կապ լինի, որ այն մարդկանց հետ որ աշխատում եմ, կարծում եմ իրանց մոտ էլ դա լինում։ Ովքեր հետաքրքրված կլինեն Արմենին դիմելով, մենք նկարագրությունների բաժնում համել հղում կթողնենք, թե ոնց կարող են Արմենի հետ կապ հաստատել ու եթե կուզենան ոնց որ շատերն են էլի հետաքրքրված ոնց կարան գնան Ամերիկայում սովորեն, ոչ միայն Ամերիկայում, առհասարակ դրսում, ինձ թվում է ոնց որ ամենալավ փորձառությունը հնարավոր է ստանալ այն մարդուց, ով որ ինքը իր վրա այդ ամեն ինչը զգացել է, էլի։ Ամենալավը այդ մարդը ինձ թվում է կարա փոխանցի այդ ամեն ինչը։ Շնորհակալ եմ Անգել ջան։ Եթե ես հիմա աշխատում եմ ինդիվիդուալների հետ կամ 2-3 մարդկանց հետ, բայց չէ որ շատ մարդ կա, որ ուզում է լավ համալսարան գնա։ Ես չեմ կարա հատիկ բոլորի հետ աշխատեմ։ Բայց միգուցե կարելի է մեծ on-line դասընթաց անել, որի ընթացքում միգուցե 30 կամ 100 հոգի մասնակցեն։ Իդեպ, հա, ինձ թվում է այստեղ նաև կարան մեր լսողները օգնեն նրանով, որ ասեն իրանք կուզենային նման դասընթացի մասնակցել կամ ինչ ֆորմատով կուզենային, կարող եք մեկնաբանությունում գրել այդ ամեն ինչի մասին, ոնց որ մենք էլ կփոխանցենք Արմենին, Արմենը ավելի լավ կկարողանա ոնց որ իր ակադեմիան հիմնի։ Ապրեք շատ։ Դուք էլ ապրեք։ Ապրես։ Որպես ամփոփում, ասես ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր ուզում են դիմեն դրսում համալսարան, ուզում են ինքնազարգանան, իրենց վրա ինչ-որ աշխատանքներ կատարեն, ուզում են մի քայլ ավելի առաջ լինեն, քան այսօր։ Հենց արի անդրադառնամ լավ համալսարաններ ընդունվելուն, քանի որ հենց պրակտիկ կարող եմ խոսել դրա մասին։ Ինչա ուզում համալսարանը տեսնի երեխայի մեջ, որ ընդունի երեխային։ Շատերը կմտածեն, որ բարձր թեստի արդյունքները լինի, հա, կամ որ ինքը volunteering-ը արե, կամ որ ինչ-որ բանի է հասե։ Այդ բոլորը երկրորդական ու երրորդական են։ Առաջնայինը հետևյալն է, համալսարանը ուզում է տեսնի քո միտքը ոնց է աշխատում։ Ինքը ուզում է տեսնի դու ոնց ես մտածում, ինչ մակարդակի մտքեր ես կարողանում ստեղծել քո գլխի մեջ։ Դրա այդ ոլորտով շատ թույլ են մեր թեկուզ լավագույն երեխեքը։
մենք ունենք լավ երեխեք, որ խելացի են, բայց անգլերենով ինտելեկտուալ, գիտական եւ գիտական համայնքի կողմից ինտելեկտուալ համարվող մտքեր ու նախադասություններ իրենք շատ դժվար են ստեղծում։ Աշխատանքը հետևյալի հետ է, թե ինչպես մտածողությանդ մակարդակը բարձրացնես ու հասնես ամնի համասարանների երեխեքի մտածողության մակարդակին։ Ոնց բանի դպրոցի երեխեն ոնց իր մակարդակը բարձրացնի, իր մտածողության մակարդակը հասցնի լավագույն համասարանի բակալավրի երեխու մակարդակին, միայն այդ դեպքում իրան կարան ընդունեն։ Այ մենք ես ու խոսանք էլի, այդ հարցի պատասխանը, որ ոնց որ ինչ կարան անեն, հա, ճիշտ գրքերը պետք է կարդան։ Ասա գրքեր կարդացեք, անգլերեն զարգացրեք։ Գրքեր կարդացեք, չէ, ճիշտ գրքերը պետք է կարդան։ Ճիշտ գրքերի մոտ հազարդես մի հատ էլ ճիշտ գիրք ոնց ընտրան։ Ակադեմիայի տեսլականի մի մասը, որ կապված է նաև նրա հետ, թե ինչպես հայ աշակերտը կամ հայ ուսանողը կարող է ընդունվել top համասարաններ, հետևյալն է, որ աշակերտի մեջ ձևավորել մտքին, լեզվին եւ տրամաբանությանը տիրապետելու այնպիսի մակարդակ, որը top համասարանները երբ որ տեսնեն աշակերտին ինտերվյու անելու միջոցով կամ աշակերտի գրած էսե կարդալու միջոցով հավանեն նրա ինտելեկտուալ մակարդակը եւ նրա մտքերի խորությունն ու իմաստավորությունը եւ ուզեն իրեն վերցնեն որպես ուսանող։ Հուսով եմ, որ փորձս ու գիտելիքս կարողանամ օգտագործեմ այնպես, որ օգուտ կարողանամ տալ մեր հայ երեխեքին ու հայ ազգին նաև, եթե ինչ-որ մեկին կարող եմ օգնել հարցով, թե ինչպես ընդունվել լավ համալսարան, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, կարող եք դիմել, դա նաև այն գործին կօգնի, որ փորձենք վերջի վերջո այնպիսի մի հզոր ուսումնական հաստատություն ստեղծենք Հայաստանում, որ կարողանա այնպիսի արդյունքներ տալ ինքն իրանով, որ կարիք չունենանք գնանք Հայաստանից դուրս ուրիշ համալսարաններ, այլ Հայաստանի ներսում կարողանանք ստանանք ոչ միայն հավասար կամ նման գիտելիք աշխարհի top համալսարաններին, այլ նաև նույնիսկ փորձենք գնանք հաջորդ մակարդակ IT-ն, տեխնոլոգիան ու համալսարանները ասենց բերենք իրար հետ, որ միգուցե դարձնենք հենց կրթության Սինգապուրը, ոչ թե կրթության Ամերիկան, այլ կրթության Սինգապուրը դարձնենք Հայաստանում։ Մերսի շատ, որ կիսվեցիր քո այս ամբողջ փորձով, ես էլ լիոք շատ լիահույս եմ, որ օգտակար կլինի այս ամեն ինչը ու իրականում, որ քո նման մարդկանց հետ շփվելու արդյունքում երեխեքը իրոք կուզենան գնան, բայց հետ գան ու ստեղ իրանց ներդրում ունենան։ Մերսի ձեզ, որ լսեցիք մեզ մինչև վերջ։ Շատ շնորհակալ եմ, որ ստեղ եմ այսօր ու կարծում եմ, որ շատ մեծ գործ ես անում Հայաստանի համար ու մեր ազգի համար այս podcast-ով եւ հույս ունեմ, որ ավելի ու ավելի կմեծացնես գործունեությունը կրթության ոլորտում, որովհետև կարծում եմ մեզ հենց այսպիսի մարդիկ են պետք, ինչպեսին դու ես, ինչքան որ չգիտեմ, կարող է շատ բանը հնչում, բայց այդ ճշմարտությունն է, մեզ սենց մարդիկ, որ բաց են մտածում ու չեն վախենում, քանի տարեկան ես, 19 տարեկան հասակում ինքնուրույն նախաձեռնություններ անել ու փորձել սենց մեծ բան փոխել Հայաստանում ու կրթության ոլորտում ու առհասարակ կրթությունը ու գիտակցության զարգացվածության մակարդակը բարձրացնել երկրի մեջ, շատ ապրես որ տանում ես, ես շատ շնորհակալ եմ, որ ստեղ եմ այսօր։ Քեզ էլ մերսի շատ։ Ձեզ էլ մերսի, որ լսեցիք մեզ մինչև վերջ, կհանդիպենք եկող շաբաթ։